Բոլորին թվում է, թե բանա, սպառնալիքները մենակ պատերազմ են։ Մոռանում են, ասեն, ջրեղեղը դե ասեն դուշի դեր խաղաց, ոսկի չնկատեց մեր ժողովուրդը, բայց երկնաշարժն էլ չեն հիշում, էլի։ Ռուսին փոխարինել է, ոնց որ թե հույս ունենք ամերիկացին։ Ամերիկացին չէ, Տրամպը։ Ինչպես գտնել հայկական տեղայնացված այն բանաձևը, որով հայ հասարակությունը կարող է տարբերակել արտակարգ իրավիճակները, ճգնաժամերից, դրանց տարբերությունը եւ նմանությունը պատերազմներին եւ զինված սպառնալիքներին։ Երբ որ ճգնաժամը լինում է եւ նախորոք չես պատրաստվել, ինքը վայ է։ Եթե դու ունես հստակ ցանկ վտանգների եւ սպառնալիքների, որոնք կոնկրետ բնակավայրի մասին են, չէ՞։ Հեչ պարտադիր չի, որ այդ բնակավայրի, այդ աշակերտը համապետական խնդիրների մասին մտածի։ Ինքը մտածում է իր համայնքի խնդիրների մասին։ Որ չբերեն երկաթից զաբորանեն, ասեն տեսեք, իշ պաշտպանված ենք։ Եթե դու թուրքին չես տենում, դա չի նշանակում ինքը քեզ չի տենում։ Նոյեմբերի 8-ին 20 թվին պարզեր չէ, խի խառնվան, որտեղ ոչ մեկ չէր պատրաստվել։ Անկամ երեխեն սրբություն չի այսօր, երեխուն հատուկ թիրախավորում են, մեկ չպետք է մեր երեխեքի մասին մտածեն։ Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ։ Բարև ձեզ։ Այսօր մեր հերթական ոդկասթն է, Հայրեորդի Վարդանովներ ու էլի հյուրի հետ ենք նկարում։ Մնացականյան սաթը մեր մարտական ընկերն է, թվային անվտանգության մասնագետ ու ոչ միայն, հեսա մնացածը արդեն ինձ ուղղելով Ավագ Վարդանովը կաս։ Չեմ ուղղում, բայց սող ճիշտ ասիր, հələ որ։ Սովորություն է։ Ես սաթին ուրեմն բարև տալուց չեմ ասում սաթիկ, սաթենիկ, սաթ, ինչ եմ ասում։ Մի ամանչի լավ։ Ասում եմ չեմպիոն։ Գիտեք ինչի։ 50 տարիքում սկսեց զբաղվել մի սպորտաձևում, որտեղ պրոֆեսիոնալ հաջողություններ գրանցեց, տրիատլոնա կոչվում։ Դա դիմացկունության սպորտաձև է, հսկայական կամք պահանջող։ Դա ամենալավ բնութագիրն է։ Սաթի, Սաջան, բարով ես եկել։ Շնորհակալ եմ։ Չեմ ասել իջալից։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Բայց այսօր տրիատլոնից չենք խոսալու, հեսա սաթը կներկայացնի Չէ, դե դիմացկունությունով ինքը աչքի անգե, որտեղ մեզ դիմանում է։ Դե կտենանք։ Հա, եռամարտը իրականում բաղադրիչ է այն թեմայի, ինչ որ խոսում ենք, որովհետև դա անհատական մակարդակում դիմակայունության բաղադրիչներից, հիմնարար բաղադրիչներից մեկն է։ Իհարկե, բայց այսօրվա մեր քննարկման թեման ավելի շատ կլինի ինչպես գտնել հայկական տեղայնացված այն բանաձևը, որով հայ հասարակությունը կարող է տարբերակել արտակարգ իրավիճակները, ճգնաժամերից, դրանց տարբերությունը եւ նմանությունը պատերազմներին եւ զինված սպառնալիքներին եւ ինչ դեր ունենք ամեն մեկս այդ դիմակայունության պահպանման գործում։ Թվում է, թե բանա, սպառնալիքները մենակ պատերազմ են։ Մոռանում են, ասեն, ջրեղեղը դե ասեն դուշի դեր խաղաց, ոսկի չնկատեց մեր ժողովուրդը, բայց երկնաշարժն էլ չեն հիշում, էլի։ Երկրաշարժը մեր բնակչության մոտավորապես 7%-ը ասեն սրբեց։ Ուղղակի ասեն սրբեց տարավ։ Այո։ Մի ակնթարթում ոչ էլ հիշում են։ Այն դեպքում, որ մենք մոտ անես չէ, միջին տարիքը 30 տարեկան է։ То есть հսկայական զանգված մարդկանց երկրաշարժը պետք է հիշեն, գոնե պայմանական արմատուրեն եւ ցեմենտը չխնայեն իրանց անվտանգությունից ելնելով, էլ։ Հիմա անվտանգության մասին ենք խոսալու։ Ազգ բանակ, երբ որ ես ասում եմ, շատերը կարծում են, որ դա միայն պատերազմի մասին է։ Դա կապ չունի, որ մեր մոտ ջրհեղեղի ժամանակ բանակը չեկավ չմասնակցեց հետևանքները վերացնելուն, դա սխալ մոտեցում է։ Նորմալ երկրներում բանակը նման բաներին թեթև անգամ ինչ-որ մի թեթև խազ է լինում վտանգի, բանակը իր ժողովրդի կողքին է։ Թեկուզ դրա համար, որ հետո ժողովուրդը բանակի կողքին լինի։ Բանը այդ վտանգները տարբեր վտանգներ են լինում, չէ՞ ասենք։ Լինում են Հա, վտանգների տեսակները, ճիշտ ասած, ես բավական երկար ժամանակ 2014 թվականից մոտավորապես զբաղվում եմ թվայնացման վտանգներով եւ թվայնացման խոցելիություններով,
Բայց բնականաբար 2016 թվականի մարտական գործողությունները, հետո 2020-ը, հետո 2020-ից սկսած մեր համապարփակ պաշտպանության անվտանգության համակարգի ներքո այս խնդիրները լուծելու ուղղված մեր քայլերը ոգեզեն գաղափարախոսության ներքո, որ ազգ-բանակ գաղափարախոսության ներքո մենք հասկացանք, որ ցավոք սրտի մեր հայերեն եզրութաբանությամբ մեր հասարակությունը չի հասկանում ինչ է վտանգը եւ ինչ է սպառնալիքը։ Օրինակ բնական երևույթները դրանք վտանգ են, որոնց նկատմամբ մենք խոցելի ենք, սպառնալիքը արդյոք բնության երևույթը երկրաշարժը, տեկտոնական շարժումները, դրանք սպառնալիք են թե վտանգ են։ Մենք նույնիսկ չենք կարողանում այդ երևույթները մեկնաբանենք։ Այո, անտառային հրդեհը դա մարդածին երևույթը վտանգ է կամ աղետ կամ արտակարգ իրավիճակ եւ նաեւ չենք կարողանում այդ եզրույթները իրարից տարբերակել, ինչա նշանակում արտակարգ իրավիճակ, ինչա նշանակում աղետ եւ ինչու ենք ասում մի դեպքում արձագանքել, այն մյուս դեպքում ասում ենք կառավարել։ Հա, մենք այս մեր ամբողջ գործունեությունը համապարփակ պաշտպանության անվտանգության համակարգի ձևակերպումների դրան է ուղղված, որ կարողանանք հստակ ձևակերպումներ տալ, թե ինչ է նշանակում իրավիճակային կառավարում, հա։ Դուք շատ լավ նշեցիք, որ կան բնական աղետներ, բնական վտանգներ, հա, բայց այդ վտանգը աղետի գործոն է դառնում, այդ երևույթը մենակ այն դեպքում, երբ որ դու տեղակայվում ես այդ երևույթին մոտ, հա, դու դառնում ես այդ երևույթին։ Ասենք հրաբուխի կողքը եղար, այդ վաղտա ինքը քո համար աղետ։ Այո։ Եթե դու բան այդ Իսլանդիայից հեռու ես ապրում եւ Իսլանդիայում էլի ինչ-որ ծանր անունով հրաբուխ է, ասենք, ժայթքում, դրա համար ուշադրություն չդարձնեն ջրհեղեղին, է։ Հա, Մեր բնակչության շատ քիչ մասներ ապրում։ Հա, որովհետև գրում է, հա, Թումանյանը, հեսա կհեղեղի դեբեդը, հետո ավերածություններ կան, երևի մշակույթում մնացել էր, որ դեբեդն ունակ է, երևի ինչ որ մեկը Այնքան էր բան եղել, որ նույնիսկ ալավերդու որ թաղերը բան էին եղել, ջրի տակ էին մնացել, վերևի թաղերը չէին գալի օգնել։ Իրեն գալի մենակ նայում էին ոնց են այն մարդիկ գործանում, կամավորները ոնց են ոնց գործանում։ ենք մենք օգնում, սիրուն նայում էին, հա, իմիջայլոց շատ սիրալիր էին նայում։ Ես մի կարճ բան ասեմ ջրհեղեղից, որ խոսացինք, անվտանգությունը բազմաթիվ է լինում, էլի ասենք շերտեր, եւ իհարկե կա հետո նոր արդեն շարադրենք կնենց ոնց որ դու մտածում ես, ասենք քո մտքերը արտահայտես, էլի ասենք այս հաղորդմանը գալու։ Բայց դա անպայման ուզում եմ առաջնահերթ բան անեմ։ Մենք հաճախ մանավանդ որոշում ընդունողները ի վիճակի չեն հասկանալ ինչ են անում իրանց քայլերով։ Իրանք անում են այ հիմա խոսքի գանձապետարանը լցնելու համար կամ ասենք իրանց իշխանության բերած բանկիրներին, ասենք, կամ իշխանությունը պահպանող բանկիրներին ապահովելու համար եկամուտով ամեն ինչը բանկով են անում, բայց մի հատ տարական բան պատմեմ, էլի, ուրեմն այդ նույն ջրհեղեղի ժամանակ մի սուտկա ձեռ չեն տվել ոչ մի բանկամատ։ Այո։ Բայց խանութները չէին կարող, հոսանք չկա, չէին կարող ջուր անգամ վաճառել, իսկ մարդկանց ջուրը գալիս էր կռանթից, գալիս էր հա ցեխով։ Այո։ Շագանակագույն, ոչ թե երանգով, հենց գույնի։ Բայց ջուր խմել անհնար էր, պիտի ասենք շշով ջուր խմեիր, ուտելիք չկար, հոսանք չկա, որ խանութը քեզ ապրանք տա, որտեվ ինքը իր մոտիկ հարևաններին մի կերպ է հիշում, ասենք։ Հետն էլ վախենում է հարկայինից, խանութները շատերը փակվել են։ Փաստորեն մենք չհաշվարկելով են ռիսկերը, որ իրեն մեջ պարունակում, ասենք, բանը, թվայնացում, այսպես ասած, աշխատավարձի եկամուտները, բան, մենք բերեցինք ընդրան, որ մի քանի մեր հայրենակցի դարձրեցինք հանցագործ։ Իսկ մի քանի, ասենք, 1000 հոգու կիսասոված թողեցինք, կիսածառավ թողեցինք, իսկ մի քանիսը պրյամոյ հանցագործ դառավ, որովհետև կվալդով լոմել են, ասենք, բանը, փողի ապարատը, որպեսզի կարողանան իրանց ընտանիքի, բավոնց։ Ես մենակ էդ էի ուզում ասել, այն էլ որ զուտ ընդրա համար որ ջրհեղեղից խոսացինք, էլի։ Հետո եթե այս թեմային անդրադառնաս, բայց հիմա այդ Իմիջիայլոց ուզում եմ անդրադառնալ այդ թեմային, որովհետև թվայնացման գործընթացը ուղիղ կապված է նրա հետ, որ երբ որ դու գործիքը դնում ես կենսական ենթակառուցվածքի հենքում, այդ գործիքը պիտի օգնի խոցելությունը նվազեցնել, այլ ոչ թե խոցելությունը ավելացնել։ Իսկ մեր երկրում ցավոք սրտի թվայնացման գործընթացը համակարգված չի սկսվել։
ու ավելին ասեմ, նույնիսկ հիմա եկամուտ նորից հավաքելու փորձում խաթարել, չէ՞։ Չէ, տեսեք ոնց է կատարվում։ Երբ որ դու ուզում ես թվայնացման գործընթացով անցնես, պիտի հասկանաս, թե որոնք են քո կենսական ոլորտները, իսկ ֆինանսա, բանկային ոլորտը դա կենսական ոլորտ է, որովհետև տնտեսությունը կառուցված է դրա վրա, չէ։ Հետևաբար, երբ որ դու թվային գործիքները ներդնում ես կենսական ոլորտի ենթակառուցվածքները եւ դրանց մատակարար կազմակերպությունները պիտի ունենան ֆորս մաժորի ժամանակ կամ արտակարգ իրավիճակում գործելու ձև։ Իսկ մենք այդ համակարգված չենք արել ցավոք սրտի, ու մեր հաղորդման այդ ամբողջ կամ այս զրույցի ամբողջ կառուցվածքը իրականում ուզում եմ դրա վրա եմ ուզում կառուցել, որովհետև միջազգային ընդունված բանաձև գոյություն ունի արտակարգ իրավիճակը աղետից ու ճգնաժամից տարբերակելու։ Ասում են, երբ որ դու ցուցակ ունես վտանգների, այսինքն բնական երևույթների կամ սպառնալիքների, որոնք ունեն գործոն նաև, այսինքն գործող անձ, օրինակ թվային հարձակումը, պատերազմը, դրանք գործող անձի կողմից առաջացված վտանգներն են։ Իսկ վտանգը դա բնական երևույթներն են, որոնք դու քո միջավայրում ունես, հա, հրդեհը, երկրաշարժը, հեղեղը եւ այլն։ Հիմա ասում են հետեւյալը. եթե դու ունես գործիքաշար այս վտանգի կամ խոցելիության նկատմամբ վտանգի կամ սպառնալիքի նկատմամբ քո խոցելիությունը փոքրացնելու այդ դեպքում դու ունես միայն արտակարգ իրավիճակ ոչ թե աղետ կամ ճգնաժամ որտեվ արտակարգ իրավիճակը ունի կառավարելի է որտեվ դու նախորդի օրինակ Գյումրիի երկրաշարժի դեպքը ուսումնասիրելով մենք կարող ենք սցենարներ դուրս բերել, չէ, եւ ունենալ ինչ կարող էինք անել եւ ինչ կարող ենք անել հետագայում։ Դեբեդի դեպքը, երբ որ առաջին անգամ տեղի ունեցավ, ոչ ոքի պետք չի մեղադրել, եթե առաջին անգամ ինչ որ բան կատարվեց եւ ճգնաժամային աղետի վիճակ առաջացավ, ցայտնոտային լուծումներ տրվեցին, բայց երբ որ դու չես վերլուծում եւ դրանք չես բերում այնպիսի սցենարների, որ ապագայում նմանատիպ իրավիճակ առաջանալիս բոլորն իմանան, օրինակ տեղում գործող ռազմամարզական կազմակերպությունները, դպրոցները, արտակարգ իրավիճակի նախարարության կամ ՆԳՆ-ի հիմա, հա, փրկարարծարայության անդամները ինչպես պիտի ներդաշնակված աշխատանք տանեն, որպիսի լուծեն խնդիրը, այդ արդեն անընդունելի է։ Իսկ այդ բանաձևը մեզ թույլ է տալիս բանկոմատը, որը աշխատում է միայն հոսանքով, հոսանքի լարերը կտրված են, արդեն իսկ եկել է արտակարգ իրավիճակ, որտեղ դու պիտի անցնես այլ աշխատանքային վիճակի։ Բանկոմատը չկա, դու տնտեսությունդ պիտի կառուցես այլ տարբերակով։ Իսկ քանի որ մենք սցենարներով չենք կառավարում արտակարգ իրավիճակները, մեզ մոտ ամեն ինչ դառնում է ցայտնոտային սիտուատիվ լուծումներ։ Եվ երկրորդը Եվ այդտեղ մարդկային գործոնն է մեզ դեր խաղում։ Օրինակ խանութ կար, թքած ուներ։ Ինքը առևտուրը անում էր, դե ասենք այնպես չի ալավերն խանութները փողում էր, ծափծփում էին էլի, որ իրանց հաշվին անեն։ Իրանք կամք էին բանարել ու առևտուրը անում էին ու թքացում էին իրանց հարկայինը կգա, կտուգանի, չի տուգան, բայց մարդկա վախեցած չէր անում նման բան։ Իհարկե։ Այդ մենք երևի առաջին օգնության ժամանակ ենք, չէ՞, շատ հստակ տեսնում абսուրդ օրենսդրություն ունենք, որ մարդու մաշկի ամբողջականության խախտելու իրավունք ունի միայն բժիշկը։ Աշխատողը անգամ շպրիցով Բայց ունենք մենք իրավիճակ, որ եթե հանկարծ կոկորտում ալերգիկ ռեակցիա կա, միակ միջոցը կամ ծակելն է կամ ներարկելը դեղամիջոց, չէ։ Հիմա արդեն առաջին օգնություն ցույց տվողի կամքն է գնալ այդ լուծմանը եւ փրկել մարդուն, անկախ նրանից ինքը գիտի, որ այդ մարդը փրկվելուց հետո կարող է դատական համակարգով տանել, այստեղ իրավիճակներ են գալիս, որտեղ դու պիտի կամք ցուցաբերես եւ խախտես որոշ կանոններ, եթե դու ուզում ես, որ բայց սա աշխարհում կա, չէ՞, տենց բան, օրինակ այդ կոնտրակտի մեջ գրված Ամերիկայում էլ կա մանդեով իրավունք ունի առաջի օգնություն ցույց տա։ Ու առաջի օգնություն ոչ թե առաջի բուժ օգնություն, բայց հասկանում եմ Վաղոտ ջան, բայց մենք խոսում ենք հիմա հստակ իրավիճակի, չէ՞, դու ունես հնարավորություն ընտրություն կատարել, փրկում ես այս մարդու կյանքը, թե իրան տալիս ես պայմանագիր։ Չէ, ես նկատի ունեի այդ աբսուրդը սա աշխարհում կա։ Հա, իհարկե։ Չենք այնքան էլ աբսուրդ չի, որտեվ երկրներ կան համապատասխան, ասենք դասընթացներ են կազմակերպում, ասենք սիստեմատիկ
դու կարող ես դասընթացներ, դու իրավունք գնում ես ձեռք Դու Այո. իրավունք ես ձեռք բերում, Այո. օրինակ անցել ես ոմայի Հայաստանում էլ կուրսը կա կամ դրա։ դարմանի կուրսը, Այո, այո. առաջի օգնություն սերտիֆիկատ ունես, ուրեմն դու կարաս առաջի օգնություն ցույց Կարգը տաս։ անգամ պետք է բուժ փոխես, էլի, օգնություն, ոչ թե։ առաջի բուժ օգնություն։ Դե եթե ունես։ համապատասխան բան Հիմա անում, կոնկրետ բանա Հայաստանում Հա, սիրտոքային վերականգնման Ռուբեն բանը։ Վարդանյանի բարեգործական ֆոնդներ նախաձեռնել, թե դեֆիբրիլատորների դեֆիբրիլատորների ինչքան հիշում եմ, դեֆիբրիլատորներ կան։ հիմա դա առանց դասերի ես Չէ, լավ չեմ պատկերացնում, իրականում- որ ինչ-որ մեկը դեֆիբրիլատորով ճիշտ ձևով աշխատացնի ու մարդուն վնաս բայց հիմա չտա, էլի։ իրանք սերտիֆիկատը տալիս են, դա պետությունը հաշվի առնում, այո, հաշվի չի առնում։ Հա, այստեղ Դա շատ ավելի կարևոր հարց է։ Դա շատ ճիշտ հարց տվեցիր։ Ես ինչքան գիտեմ, իրանք պայմանավորվածություն ունեն քաղաքապետարանի հետ, բայց ինչքանով Այսինքն հիմա որ առողջապահության օգնություն նախարարությունը ցույց տալուց վնասես մարդուն ու չկարացավ փրկի։ Իրան դատի են տալու, չէ՞, ոչ թե դա քաղաքապետարն է ինչ պետք է։ չի բացառվում։ Ճիշտն ասած, ես վերջերս եմ շփվել այդ դեֆիբրիլատորների համակարգման այդ հավելվածների հետ եւ այդ կարգի հետ, շատ տարօրինակ է, որ այնտեղ կամավորական հիմունքներով է։ Ու այդ բանը, երբ որ դու ունես այդ հավաստագիրը, չէ՞, ինք թարմացվող հավաստագիր չի։ Ու մենք շատ լավ գիտենք, չէ, որ համ պայստազորի համակարգում, համ մասնագիտական համայնքներում եւ այլն պետք է որոշակի կարգավորում գործի, այսինքն դու պետք է կարողանաս հետևես այդ հմտությունների որակին։ Հա։ Դրա բարելավմանը։ Մոռացել է, չի մոռացել։ Հիմա երբ որ դու անվերապահ, անսպառ հասանելիություն ես տալիս կամավոր կոչվող մարդուն, այլ ոչ թե կազմակերպությանը, որը վերահսկում է այդ որակը, մի քիչ այդտեղ հարցականներ շատ են էլի լինում, ու ճիշտն ասած դեռ գիտեմ, որ ոչ մի դեպք չի եղել, որ որևէ մարդ գնա այդ դեֆիբրիլատորը օգտագործի։ Բայց բաներ կան, իհարկե վիճակագրություն կա, որ եթե մարդու սրտի հետ խնդիր կա, այդ սեղմումները եւ ներփչումները կարող են 45% դեպքերում օգնել մարդուն, եթե դեֆիբրիլատոր ենք օգտագործում 75% դեպքերում, բայց այդ պիտի շատ համակարգված լինի, ամեն դպրոցում պետք է լինի։ Կարող են վնասել, եթե ճիշտ չկիրառեն, բայց եթե պաշտպանված լինես ինչ-որ լիցենզիայով, վնաս տաս ու թարմացվող իմիջայլոց, հա, որտեղ այդ դեպքում ինչ-որտեղ մարդուն հեշտ կլինի։ Ես օրինակ հիշում եմ սարսափով մի անգամ տեսել եմ ոնց են մարդուն քաշքշելով սպանել մեքենայից հանելով վտարի շատ բայց ես հետի ականատեսն եմ եղել ու ես վազելով եկա ու այնքան խիտ էին հավաքվել այդ լավ ցանկացողները, ոչ մի բանից չհասկացողները, էլի, որ ես չկարացա իրանց խանգարեմ, անցնեմ որտեղ բռնեմ այս մարդու գլուխը, որ իր գլուխը սենց թափ տալով չհանեն, այդ դեպքում որ երևակայի վիզը վնասված էր, համենայն դեպս ինքը դեռ աշկերով նայում էր, իմաստով շուրջ ձեներ էր անում, պարկցրին գետնին հոգին տվեց։ Այդ շատ հետաքրքիր եք ասում այդ, որտեվ Համապարփակ պաշտպանության անվտանգության համակարգ ունեցող երկրներից շատերում վարորդական իրավունք ստանալու ժամանակ, որտեվ ամենաշատ պատահարները լինում, քանի որ լինում են վթարների ժամանակ, վարորդական իրավունքի քննության հետ կա առաջին օգնության պրակտիկ քննություն եւ դասընթաց։ Մենք թղթերով գրանտը ստացան, հարցաշարը մշակեցին ու վերջ։ Հա, բայց այդ մենք քիչ մենք նաեւ մեր մոտ ամենակարևորը կա ապտեչքին։ Այդ էլ չի ստուգվում, բան Վարդան։ Ահա, բայց ասենք ստուգվի, եթե ապտեչքեն կա ու մարդը չգիտի ինչ անի, այս բինտի խուցը ինչի համար է, որ դու շոնքի մեջ դնես, տենց որ նայեք մոմլնի։ նույն բանի քաղաքապետարանի ավտոբուսների մեջ ամեն ավտոբուսի մեջ ապտեչկա կա, բայց ոչ կա մեջը ինչ պետք է լինի։ Ասենք ոչ էլ կա, եթե մի բանը օգտագործել են, դա ով է տեղը դնելու, թողել են վարորդների վրա։ Այսինքն եկեք վարորդը մի կոպեկը աշխատի տուն տանի, թե մի հատ էլ բանը, ասենց սաղ ավտոբուսը սպասարկի իր գումա ստացած գումարով։ Եթե մենք խոսանք մենակ դրա մասին, ոնց ենք սխալվում մեր անվտանգության հետ կապված հարցերում, մենք հեռու չենք գնա։ Չէ, եկեք լուծումներից էլ խոսենք։ Եկեք խոսանք նաև նրանից, որ ոնց դուրս գանք այս հիմար լինելու վիճակից, էլի։ Հիմա մենք հիմար ենք։ Նաև մենք երեքով, որովհետև չենք կարացել 3 միլիոն մարդու բացատրենք ինչա պետք անել։
չենք կարողացել։ Հա, բոլորով իրար հետ պետք է այդ լուծումները տանք, դա պետք է դառնա պայմանական եւ մշակույթի պայմանական մաս, հա։ երեքով եմ ասում, էլի Սաթ ջան։ Բայց կրթության եւ մշակույթի մաս պետք է դարձնենք եւ դա բնական պետք է Այո, լինի։ եւ ինքը պետք է լինի, ասենք, անբաժան մասը կրթության։ Այո, այո։ Անբաժան մասը դպրոցական ծրագրի։ Այո։ Ես մեկ-մեկ որ ասում եմ նման բան ՆԶՊ-ի վերաբերյալ, ասենք, նախնական զինվորական պատրաստության, Էդի զուտ ընդրա համար, որ ուրիշ առարկա դեռ չի նոր են ուզում մտցնեն, չէ՞, այդ ռուսական ՕԲԺ-ի անալոգը, ոնց էր обеспечение жизни, հա, անվտանգություն, կյանքի անվտանգության առարկա, հա, ասենց ինչ-որ բան կա ռուսների մոտ, նմանատիպ բան, ոնց որ նոր ուզում են կրթության նախարարությունով, то есть այդ ԿԳՄՍ-ով նոր ուզում են ինչ-որ բան անել։ Եթե էդի լինի, ես մենակ ՆԶՊ-ի մասին չեմ խոսա, ես խոսամ նաև դրա մասին, որովհետև ՆԶՊ-ից շատ առարկաներ կարելի է հանել, ՆԶՊ-ն մնա զուտ, կիրառական, ռազմական գործ սովորել։ Շատ լավ եք ասում, որովհետև հենց այս պահին կրթության նախարարությունը եւ ներքին գործերի նախարարությունը համատեղ ունեն դպրոցական դպրոցները, միջին մասնագիտական հաստատությունները եւ բարձրագույն կրթության ոլորտը համակարգելու նախագիծ։ Օրենսդրություն է մշակվել, որը ուժի մեջ է մտնելու 2027 թվականին։ Հիմա կամած աղետների կառավարման գործընթացն է։ Հիմա տեսեք ինչ ձևաչափով են լուծումներից ենք, չէ՞ ուզում խոսել, թե ոնց ենք ուզում լուծումը տալ։ Ուրեմն աշխարհը, էլի ՀՊԱՀ-ի ներքո, նախընդունված կարգ կա։ Երբ որ դուք ուզում եք որևէ բան կրթության մեջ ներառեք, կրթություն, իրազեկում եւ ներգրավում այդ շրջափուլը պիտի իրականացվի եւ կրթություն բերելու ցանկացած բան, ցանկացած ձևաչափ պիտի լինի մշակված, հետո դա ադապտացվի երիտասարդների եւ պատանիների համար եւ ներդրվի, այստեղ իմիջիալոց շատ լուրջ դեր ունեն նաեւ բաշխված ցանցով աշխատող ռազմամարզական կազմակերպությունները, որովհետեւ այդտեղ կարող են շատ բաներ տեստավորվել։ Բայց հիմա երբ որ մենք նայում ենք աշխարհի փորձը, ՀՊԱՀ-ի փորձը եւ մեր օրենսդրությունը իմիջիալոց բավականին համահունչադրան սարքված, կան դասակարգում աղետների, հա, կա կենսական ենթակառուցվածքների խափանման դեպքեր, իրավիճակներ։ Այստեղ մենք որտեղ չկա մարդկային գործոն, պատկերացրիք, չէ՞, մարդը բոլոր այն մարդիկ, ովքեր կցված են այս ենթակառուցվածքի պահպանմանը, իրանք ողջ են։ Վնասված չէ։ Մարդկային գործոն դա լինելու ազդեցություն, մարդու վրա, մարդկային կյանքի վրա ազդեցություն չկա։ Հա, այսինքն դուք վստահ եք։ Օրինակ Սևանի մակարդակը բարձրանալուց, երբ որ տուլերեմիայի բանը հիվանդությունը, այլ ասենք այդ ձևի տուլերեմիա։ Չէ, դրանք պանդեմիաներն են, դրանք համաճարակներն են, դրանք այլ դասակարգի մեջ են, որտեղ կան։ Դասակարգը հետեւյալ ձևով է արված. կա կենսական ենթակառուցվածքի խափանում, օրինակ ցանցը, էլեկտրոցանցը խափանվել է կամ որևէ այլ բան է, ջրատարերն են խափանվել, հələ որ չկա, որ մարդը կարա գնա, բոլոր այն մարդիկ, ովքեր կցված են, իրանք կարող են գնալ եւ մենակ պետական մակարդակում մի մտածեք, էլի կազմակերպությունների, համայնքների մակարդակում, երբ որ կա այդ վտանգը, արդեն վտանգի նկատմամբ խոցելի ենք դարձել։ Ես ինչի համար այդ օրինակը բերեցի, այդ ուղղակի բան չէր, որ այդ մկները շատացել էին։ Այդ մկները, բանը, ուրեմն Սևանը մակարդակը, որ բարձրացել էր, իրանք քշել էր դուրս, իսկ ինքը դաշտամուկ չի։ Իրանք գնացել լցվել էին տները։ Ճիշտ է։ Իրանք մարդկանց հետ անմիջական բանա շփման հնարավորություն չունեին, իսկ հիմա ունեցան։ Այո։ Եվ դրա հաշվին լավ համաճարակ չդառավ, մոտ 20 տարի առաջ այդ դեպքը եղել։ Ու տոլերեմիաներն այնպես թույլ ժանդախտի տեսակ է։ Այո, դա այդ կենսական ենթակառուցվածքի խափանման մասին չի։ Դրա մասին չի։ Չէ, այդ հեսակասը որովհետև ինքը բնությունից եկե մտել է տուն։ Այո, բայց կենսական ենթակառուցվածքի խափանում նշանակում է այն, նախ եկեք մի հատ հասկանանք ինչա կենսականություն, հա, օրինակ ամենահեշտը մարդու օրգանիզմի վրա է, երբ որ կա օրինակ պատերազմական գործողության ժամանակ կամ իր արտակարգ իրավիճակում քաղաքացիական պայմաններում, երբ որ մեքենան վառվում է օրինակ, հա, կարմիր գոտում մեր պատասխանատվությունը մինչև շտապօգնության գալը կամ հա բուժակի գալը կարմիր գոտուց ժամանակ մեր պատասխանատվությունը որն է այն
կենս ապահովումը, չէ, այսինքն սիրտը, թոքը եւ ուղեղը պահպանելը։ Եթե ճկուտը մարդու վնասված է, առանձնապես կարևոր չի որ վտանգել եւ կարմիր, չէ, կամ մեքենայից դուրս հանել, եթե մենակ ճկուտը չէ, անգամ ձեռը կոտրված, բան, դա հələ կյանքին վտանգ չի։ Դրա համար կենսականը մենք գիտենք, որ սիրտը, թոքը եւ ուղեղը փորձում ենք պահպանել, կենս ապահովում ենք անում, այսինքն կենսականությունը գիտենք։ Հիմա ցանկացած կազմակերպության, համայնքի եւ պետության մեջ էլ մենք պետք է հասկանանք այդ ինչն է կենսական, որտեղ կենսականությունը այդ որ օտար բառով մենք կրիտիկական ենք ասում։ Այդ կենսականը ձևակերպվում է հետեւյալ կերպ. քո ամբողջ ռեսուրսը ներդնում ես այս կենսական ենթակառուցվածքի շարունակականությունը ապահովելու համար։ Հա, դրա համար այս կենսական ենթակառուցվածքը ինքը լինում է այս դա առանձին դասակարգա, որտեղ դու չես կարող չունենալ էլեկտրականություն, հա, եթե ամբողջ քո բանկային համակարգը թվայնացված է, չէ՞։ Ու մենակ դա է քո կենսականը, դու էլեկտրաէներգիա պիտի ունենաս, բայց մարդիկ դրանից չէին տուժել, չէ՞։ Մարդիկ կային եւ ինչ որ մեկը պիտի գար եւ այդ կենսական ոլորտի ենթակառուցվածքը կամ վերականգներ կամ անցկացներ այլ ռեժիմի։ Ընդ որում նախապես նախապես գոյություն ունեցող սցենարով, հա, սցենարներով պիտի գործեր, այլ ոչ թե պիտի գար սիտուատիվ հիմա այդ արեցինք, հա, մարդը, ով պատասխանատու է, ունի իրավիճակի կառավարում, սցենարներով կառավարում, եկան արեցին։ Երկրորդը, քանի որ մենք ուզենք թե չուզենք մեր կենսական ենթակառուցվածքները թվայնացված են ոնց որ եւ մնացած ամբողջ աշխարհում, ստեղ պիտի առանձին նայենք նաև թվային անվտանգությունը, որտեղ եթե ստեղ կարա բնական պատճառներով, չգիտեմ, դեբեդը վարարեց, որովհետև եկավ ջուրը լցվեց, հա, կամ չգիտեմ, անձրևները շատացան, հեղեղ եղավ, թվային հարցակումների ժամանակ դրանք սպառնալիքներ են, որոնք արտաքին գործոն ունեն նաև, ու ստեղ պետք է առանձին մշտադիտարկում անցկացնել, որտեղ քիչ առաջ մենք զրուցում էինք, չէ, 0.6-ով թե այս սմարթ մեքենաներով ինչ որ գործողություն կազմակերպելը 0.6-ի դեպքում դու ամեն ինչ ես տեսնում, եթե ունես թվայնացված գործիք, որը քոնը չի մանավանդ, իսկ մենք շատ լավ գիտենք էլի, որ մեր երկրում թվայնացումը այնպես չի, որ մերն է, հա, դա էլ առանձին մի հատ կխոսենք երևի, եթե չգիտես ու մշտադիտարկում էլ չես արել, ստեղ գործողությունները համարյա ցայտնոտային են միշտ, որովհետև դու չգիտես ինչի հետ գործ ունես։ Դրա համար սա առանձին դասակարգ է։ Հա, ինքը անընդհատ շարունակական կռիվ է, էլի, այս տարասեռ պատերազմների ամենակարևոր դաշտն է։ Ու երբ որ ստեղ նայում ենք կենսական ենթակառուցվածքը եւ դրա թվայնացումը, գալիս ենք մարդու կյանքի կենսագործունեության շարունակականության 3 գործոններին, որոնցում 4-րդը ավելացավ 20 թվականին, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Բրիտանիան իրենց դոկտրինը փոխեցին պատերազմների, կարծեմ, ռազմավարությունը։ Ուրեմն կա սնունդ եւ ջուր, հա։ Պիտի ապահովես։ Ահա։ Պիտի ապահովես տանիքը, որովհետև մարդուն չես կարող բաց երկրին թողել, մանավանդ եթե ձմեռ ամառ եւ այլն, հա։ Էկվատորից մի քիչ հեռու ես ապրում։ Երրորդը հիգիենայի պարագաներն է, որը գալիս եմ կամած ձեր ասածին, էլի, եթե դուք չեք պահպանում հիգիենան արտակարգ իրավիճակին, դա արագ վերածվում է համաճարակի եւ անհատական մակարդակից անցում է կատարվում արդեն համայնքային մակարդակ։ Երրորդ, չորրորդը, որը նոր տեղադրվեց թվայնացման դարաշրջանում, դա տեղեկատվությունն է։ Երբ որ դուք թվայնացված համակարգը խափանվեց եւ կառավարում չկա եւ տեղեկատվությունը ցայտնոտային է, այստեղ խոճապ է առաջանում, անպայման։ Պարտադիր չի խոճապ առաջանա, բայց ամենայն դեպս իրական խոճապ է առաջացել, չէ, երբ որ դու չգիտես, դու քո սովորական քո առօրյան կազմված է նրանից, որ դու գնում ես բանկոմատից, գումար ես վերցնում կամ քարտային վճարումով առօրյանը։ Հպա ընդունված լինի, արդեն տարբեր սցենարները բացի մշակված լինելուց արդեն պարապածը կլինեն, մարդիկ տեղյակ կլինեն։ Այո, շատ հաճախ ավելի կարևոր է, քան ասենք ծրագիրը։ Ծրագիրը կարա լինի, բայց չաշխատի։ Ահա, ընտիր, այո։ Հիմա կներես ընդհատեմ, իմ հեռախոսի մեջ մի 2 տարի պարազիտ կա։ Թևավոր ձի են ասում, Պեգաս, հերն էլ անիծած։ Քանի որ ես պարապած չեմ այդ թեմաներում, խամ եմ, ես չգիտեմ ինչ անեմ։ Ու նույնիսկ ինչ որ դրա դեմ կոնկրետ ինչ որ բաներ կա, բացատրություն կա, ոնց անես, ինչ անես, մեկը ես չեմ անում, որովհետև ես դրանից գլուխ չեմ անում։ Իսկ դրանից
մի շաբաթ առաջ ասում ես հարցակում ա եղել, Հա, չէ՞։ մի քանի օր առաջ Քո մոտել էր, չէ՞, ինչ-որ բան եղել։ բայց ավելի շատ թիրախավորում ինչքան հասկացա։ Փետրվարի կեսերից արդեն 3-րդ 4-րդ դեպքն է Telegram-ով բանա գալիս, որ իմ պրոֆիլ մտնում են, Հա։ կամ փորձա լինում 2 օր առաջ էլ մտա տեսա մեյլնա փոխած հաստատող, վերեպիսկա աջնջած։ Ու տենց շատ, ասենք հեռախոսը հիմա արդեն վերածվել է մեքենաների ու քեզանից կախված չի, որովհետև դու պարապած չես։ Եթե դու պարապած լինես, մասնագետ լինես, իսկ տվյալ դեպքում պարապած լինելը ունենալ սեփական է այդ Telegram-ի հայկական տարբերակը ու լավ որակով տարբերակը։ Կարող է ունենաս, չէ՞, կարող է, բայց ինչ որտեղ իր անցումը դեպի իրան պետք է լինի կամավոր պարտադիր, ոնց որ ասած, ոնց որ կանանց ծառայությունն է, հիմար անուն են դրել, բայց այտենց պետք է լինի։ Օրինակ ռուսական եկեք չհամեմատենք, բայց հա, չէ, դե հիմար անունի հետ եմ։ Հա, կամավոր պարտադիր։ Պարտադիր է։ Այդ ինչ որտեղ պետք է լինի կամավոր ռուսական պարտադիր։ տարբերակն է գալի մաքս ծրագիրը իրանց։ Կա մաքսի, Հա։ որ պետությունը պարտադրում է, որ դրան անցնեն, ու ամեն ինչ անում է, որ անցնեն։ Պարտադրանքից չխոսենք, այլ առողջ դատողությունից եկեք հիմա մտածենք, որտեվ ես վստահում եմ, որ մեր ազգը իրականում ունի այդ առողջ դատողությունը։ Հիմա տեսեք ինչ է ստացվում։ Երբ որ դու ֆիզիկա, ես հաստատ համոզված եմ։ Ախր ես ուսանողների հետ եմ աշխատում, մինիմում ասենք, որ մեկնա զանգիով զանգում իր, ասենք, մորքուրին, որը Ռուսաստան կամ Ամերիկայի ապրում։ Ոչ ապրում։ թե նախաբաներից անուններով խոսենք, այլ եկեք խոսենք Լավ, հայկական մեսենջերով որ մեկնա կապնվում հայ ընտանիքի հետ, որը ապրում է Հայաստանից դուրս։ Հիմա նայեք, եթե մենք կարողանանք, ոնց որ առաջին օգնության դեպքում, չէ, մենք ասում ենք, որ չկա հայկական ստանդարտ, հա, դրա վրա աշխատում եք արդեն երկար եւ չկան գործընթացը, որով այդ արտոնագրերի թարմացում, հավաստագրերի թարմացում, գործընթացների բարելավում, մշտադիտարկում եւ այլն, այդ չունենք, պետք է ունենանք, չէ՞, հիմա կամած գալիս ենք դրան։ Նույն ձևով երբ որ դու ունես մի հատ կատակներ եմ անում ես 06-ի եւ smart մեքենայի Տեսլաների հետ, բայց իսկապես ձեռքի մեջ շոշափելի է։ Երբ որ դու ունես ֆիզիկական տարածք, չէ՞, դու այս ֆիզիկական տարածքը գոնե գիտես, այս տեղա թե չէ, այս շրջանակումա թե չէ։ Թվային դաշտում այդ սահմանները չկան, հա? Թվային դաշտում այդ չկան, որովհետեւ անկախ նրանից ես ինչքան շատ լավ պաշտպանած համակարգ կսարքեմ, օրինակ հաշվապահական, եթե այս հաշվապահը իր Telegram-ով կամ Viber-ով էկրանը նկարում եւ ուղարկում է ուրիշ տեղ, ես այդ սահմանից արդեն դուրս եկա, անկախ նրանից տեղ։ Լավ էի պաշտպանել, թե չէ։ Հա, բայց կոմունիկացիաները վաղուց են զարգանում, մենք ինչ ենք ասել։ Ասում ենք, որ մենք պիտի սահման հորինենք թվային դաշտում։ Հորինենք չէ, ամբողջ աշխարհն անում է, էլի, մենք ուղղակի պիտի կամք ունենանք, թղթի վրա ստորագրենք, պետական մակարդակում ընդունենք եւ այդտեղ կգա կամավոր պարտադիրը, որտեվ երբ որ դու ունես օրենսդրություն, այդ կամավոր պարտադիրը արդեն ծիծաղելի չի հնչում։ Եթե ունենք կենսական ենթակառուցվածք, կներեք, որ ընդհատեցի, բայց կենսական ենթակառուցվածքը արդեն հասկացանք, չէ՞, այտենա ինչ որ ամեն գնով պետք է շարունակես, որտեվ հետո պետություն չես ունենա, հետո կազմակերպություն չես ունենա եւ այլն։ Հիմա եթե այս կենսական ենթակառուցվածքի շահագործողը, ենթակառուցվածքը լինեն հայկական օրենսդրության սահմաններում, որ դու կառավարելի լինես քո դաշտում, հա? Բայց մեկը էլի քաղաքացուց մեծ բան կա, չէ՞։ Եվ ասում ենք, որ երկրորդ պայմանը ավելի կարևոր է արդեն տեխնիկական մակարդակում։ Դու տնտեսապես, ժամանակով եւ գիտելիքով պիտի ունակ լինես վերլուծել այդ համակարգը։ Եթե դու տեսնում ես, հասկանում ես, հա, Telegram-ի եւ WhatsApp-ի դեպքում մենք դա չենք կարող անել, որովհետեւ այդ այլագրերը եւ այդ համակարգը մերը չեն, մենք կարող ենք վստահել։ Իսկ մենք ասում ենք վստահության վրա հիմնված լուծում, մանավանդ թվային դաշտում, երբ որ չկա այդ սահմանը, այդտեղ անվտանգության մասին խոսել հնարավոր չի, որովհետեւ դու վստահում ես ինչ-որ մեկին, այլ ոչ թե վերահսկում ես քո անվտանգությունը։ Սարգսյան, ես վեն լացկանությունը, որ ալեցի, ես մի քիչ կփոխեմ բանի վրա, կներես
կգայի արդեն բանի դաշտ, երբ որ ասում են ռուսները մեզ մինչև պատերազմը հետ էր, էլի սա զինվորականների շատերից եմ ես լսել բարձրաստիճան, ռուսը չի թողի որ մի բան լինեն, որ ասում բախի չենք պարա։ Վստահ, հիմա ուրիշ process է, ռուսին փոխարինել է ոնց որ թե հույս ունենք ամերիկացի։ Ամերիկացին չէ, Տրամպը։ Հա, Տրամպը ճիշտ է, որտեվ Ամերիկայի պետությունը չէ, դի Տրամպն է խոստվել, Տրամպը 84 տարեկան է, ինչքան է, հեսա։ Հա։ Այն աշխարհի ճամփին է, 100 տարի ինքը պաշտպանելու է Տրամպի ուղղախաթր լորեցի Սակոին։ Հա, այսինքն ըստել մենք պետք է սկզբից մեր վրա հույս դնենք։ Գոնե Այսինքն հողի վրա ունենանք այդ պաշտպանությունը, հետո նոր վստահենք։ Հա։ Սաջան, մի քիչ առաջ ես ինչ եի ուզում ասել, այն որ բանա ես բողոքում էի, լացկանություն էի անում, բան, ասում եմ, հեռախոսը սայենց անց չէ։ Լավ, ասենք թե ինձ սովորացնեն, դա որոշ ժամանակ է, չէ՞, տալու։ Այո։ Ասենք ես դեռ ունակ եմ էդի սովորելու, ու ինչ որ ժամանակ է տալու, որ ես սովորեմ։ Հիմա շատ-շատերը մտածում են, այս շախմատը արդեն քանի տարի է, 10 տարի է շախմատը մտածել դպրոց, խի, այս մարդիկ այսքան հիմար, որտեվ քիչ է 10 տարի, որ մարդիկ դատել իմանան, լոգիկա իմանան։ Եկեղեցու պատմության առարկան 90-ական թվականներից մասրան։ Բայց որպեսզի ասենք ժողովուրդը սկսի գնահատել իր եկեղեցին, տեսնում ենք, չէ՞, որ հələ քիչ է 30 տարի։ Մարդը այդ որ առարկան տալիս ես, այդ մարդը պետք է մեծանա։ Այո։ Դպրոցը ավարտի, այս գիտելիքը մեջը պահպանելով։ Հետո դառնա էթա բանակ, հետ գա ամուսնանա, երեխա ունենա, դառնա ինչ որ նաչալնիկ կամ հարգված մարդ, որ իր գիտելիքը դեր խաղա։ Այս շախմատը էլի եմ ասում, ինքը լոգիկայի լավագույն խաղերից մեկն է։ Ճիշտ է։ Այս շախմատը, եթե մեր դպրոցում 10 տարյա կա, խիեն մարդիկ այսքան տրամաբանությունից հեռու մարդկանց հավատում։ Որտեղ հələ չեն մեծացել այդ մարդիկ, ովքեր շախմատ խաղալ են սովորել։ Այո, հələ իրանք չեն եկել այն ժամանակը, չի ասել, չի ասունացել, որ շախմատը դպրոցում սովորած երեխան դեռ օրենքներ չի գրում, դեռ կուսակցություններ չի ղեկավարում, կուսակցության անդամ չի, նախարարությունում որոշիչ դեր չի խաղում։ Նույնը այդ դրա վերաբերյալ է, անվտանգության, եթե թողում ես մարդուն դաստիարակելու վրա, այդ պարտադիր բաղադրիչը, ասենք ինչ որտեղ մի քիչ հետ են գցում, որովհետև մենք պատկերացնում ես 70 տարի սովետի բանի ստրուկն են եղել, բանը դե չենք ուզում էլի Դրանց առաջ որ 1000 տարի Օսմանների բան, հա 500 տարի բան, այդ բանը շատ հաճախ բանը մարդկանց թույլ չի տալ էլի, որ իրանց ուղեղի մեջի շղթաներից դուրս գան։ Դրա համար պետք է մարդուն ինչ որտեղ պարտադրել շատ հաճախ թվում է թե բարդ է, հնող չի, բայց իր դերը խաղում է։ Համաձայն եմ, բան Ես դիկտատուրայի հետ չեմ, դրա մասին չի խոսքը։ Բայց դու գրագետ խոսքը։ թուղթ ու գրիչով եւ օրենսդրություններով Բավոնց։ եւ պրոցեսներով, Բավոնց։ գործընթացներով, որտեվ երբ որ Սեփական օրինակով։ իհարկե, երբ որ մենք ասենց ոգեշնչված նայում ենք ոնց են հպարտանում ֆինլանդացիները իրենց հպա համակարգով եւ իրենց դիմակայունությամբ, այսօր չեն ստեղծել կամ Շվեդիայում կա ձեռնարկ ամեն քաղաքացու համար, թե ինչ անել արտակարգ իրավիճակներում եւ որն է իր դերը համապարփակ պաշտպանության անվտանգության համակարգում ու շատ գեղեցիկ ձևակերպում կա այն տարին, երբ որ լրացավ քո 17 տարին, այն օրը, երբ լրացավ քո 17 տարեկանը եւ մինչեւ այն օրը, երբ որ կավարտվի քո 70-րդ տարին, հա, դու համապարփակ պաշտպանության անվտանգության մաս ես։ Եվ քո ամբողջ կյանքի եւ մասնագիտական զարգացումը եւ քո մշակութային ձեռքբերումները եւ այլն, իրանք բոլորը ներդաշնակված են հպա հենասյուների հետ, որոնք որ մեր անվտանգությունն են կառուցում։ Եվ ամեն ինչ խարսխված է համահասարակական եւ համապետական ռեսուրսի վրա, որտեվ բոլորը հպա այդ առումով շատ հիմնարար բանաձև է տալիս, ասում է չի կարող 98% հասարակությունը ուղղակի հույսը դնի 2% պետական ծառայողի վրա եւ որոշի, որ ինքը կկարողանա տեր կանգնել իր անվտանգությանը, դրա համար իրանք են 4 դասակարգ բերել, ասում են 2%-ը պետական բյուջեից փող ստացողներն են, այսպես ասած, հա, ովքեր որ ստորագրել են, ասել են ես հանրային ծառայող եմ, իմ ամբողջ
24/7 այնքան ժամանակ մինչև ես դադարեմ այդ պայմանագրով աշխատել, իմ գործունեությունը, որ ամբողջ օրս հանրային ծառայությունն է եւ ես իմ հաստիքով եմ առաջնորդվում, հա, իրանք շատ հստակ է իրանց դերը։ Երկրորդ դասակարգը, որը մեր նման մարդիկ են, ովքեր գիտեն իրենց դերը հպահում, հա, մեկը թվային անվտանգությամբ ենք զբաղվում, մյուսը ռազմամարզական կազմակերպություններով, մյուսը առաջին օգնության, այն մյուսները բժշկական, այն մյուսը բիզնես է անում, բայց ունի, ասենք, ճիշտ անվտանգությունը պատկերացնող բիզնեսմենի կեցված։ Այո, կենսականության այդ բոլոր կամավոր գիտակցաբար ներգրավել են այդ դիմակայունության քայլերը իրենց կենսակերպում, հա, ու ստեղ գոյություն ունեցող բոլոր գործընթացները, որոնք որ ստուգված են այդ իմ նշած կրթություն, տեղեկություն, հա, իրազեկում եւ ներգրավում, ամեն ինչ որ արդեն աշխատել է այս խմբի մեջ, տարվում է դեպի կրթություն Եվ երիտասարդ ծերունդին են սկսում այդպես դաստիարակել։ Դա շատ երկար գործընթաց է, չէ՞։ Եվ կան մարդիկ, ովքեր դե շախմատը, որ օրինակ բերեցիք, դրա համար հիշեցի այս պատմությունը, երրորդ դասակարգը դա հատուկ ունակություններով մարդիկ են, որտեղ պարտադիր չէ որ ամբողջ ազգը շատ լավ շախմատ կարողանա խաղալ, բայց դու իմանաս ովքեր կարող են լավ քիմիկներ լինել, լավ ֆիզիկներ լինել եւ այլն ու այստեղ կարողանաց։ Իսկ չորրորդ խմբն էլ այդ այն մարդիկ են, ովքեր դեռ չեն հասկացել չգիտեն ինչա հպա եւ չգիտեն իրանց դերը։ Ով պիտի պարտավորեցված մասնակցի այս ամեն ինչին։ Բոլորը, եթե մենք ունենանք հպա համակարգ։ Այն մյուսը աշխատավարձով է, այն մեկը սովորում է, այն մեկը կամավոր է, իսկ մարդկա չի ուզում, բայց ինքը պարտավոր է, պետք է պարտավորեցվի։ Եթե համայնքի մասա ուզում է այս երկրում ասածը դա է։ Ասում է դու այս 4-րդ խումբը պիտի քո կրթական եւ մշակութային ամբողջ գործունեությունը պիտի միտված լինի նրան, որ այս 4-րդ խմբում մարդ չմնա գիտակցաբար եւ պարտադրանքով, միգուցե շատ հաճախ, որտեղ ամեն դեպքում, երբ որ երկրաշարժի տարածքում ես ապրում, այդ երկրաշարժից պաշտպանվելու պարտավորությունը բոլորինս է, էլի, միայն մեկինը չի կամ այս խմբինը չի, չէ։ Հետևաբար, այս այն ամեն ինչը, ինչ որ հիմնարար է հապայի համար, պիտի դրված լինի հանրակրթությունում եւ կտի գնա կրթական համակարգ։ Բայց դու շատ երկար ճանապարհն ես ասում, Չէ, բայց եթե վաղվանից էդի պետք է։ Իսկ մեզ պետք է 30 տարի առաջ, ոչ թե վաղվանից։ Հիմա, եթե մեզ վաղվանից է պետք, սենց է, պիտի հասարակությունը պիտի հասկանա, որ կա անհատական մակարդակում պաշտպանություն, որտեղ մենք արդեն հասկացանք, էլի, իմիջիայց հայկական մշակույթում ոնց որ անհատականը ընտանիքի հետ է համընկնում, որտեղ մենք երբ որ տագնապի պայուսակներ ենք սարքում, էլի ընտանիքի համար է, չէ, որովհետև սենց մի հատ իրավիճակ կա, էլի, դու գտնվում ես ամենա սեյսմակայուն շենքում։ Հենց որ երկրաշարժը ու դու առաջի կես ժամը, հա, այն ոսկե ժամանակը, երբ որ դեռ չգիտես ինչա կատարվում, մեկ էլ հասկանում ես, որ դու անվտանգ ես, քո ամենաառաջին ռեակցիան լինում է գնալ փրկել քո ընտանիքի անդամներին, սիրելիներին եւ այլն, հա, ու այս դեպքում անկառավարելի տեղաշարժը, որը համար 2 նպատակն է ցանկացած արտակարգ իրավիճակ կառավարողի, հա, առաջինը հասկանալ ում կարելի է փրկել, գտնել մարդկային կյանքեր ում կարելի է փրկել, ում կարելի է թույլ տալ, որ ինքը փրկելով զբաղվի, ում կարելի է փրկել, բայց նպատակը մարդկային կյանք փրկելն է, որովհետև ամեն դեպքում անվտանգության կառավարումը, որովհետև եթե թույլ չես տալի, նաև, ասենք, դու փրկում ես մարդու կյանք, բանը սուրմալու ես դեպքերն եմ հիշում, դրել դանգրատով բարձրացնում էին փրկարարները, ոստիկանները կայնած բերանները բաց, այն պանելի վրա մարդիկ կայնած ներքև են նայում, այդ պանելի քաշը 3 անգամ ծանրացնելով, դանգրատը ի վիճակի չի, ի վիճակի չէր դանգրատը բարձրներ, վերջը այս ոստիկանը ինձ ա դիմում, ասում է պարոն Վարդանով, այդ մարդկանց կարակ քշեք, որ ասում դուք ոստիկան եք արել, մի հատ մեր քրֆեք, ուրիշ վաղ տենց բան էիք անում։ Այո, դե հա։ Վախենում էին հելնեին ծեծելով բանը, իրենք ծեծելուն են սովորել։ Չգիտեմ, այդ Ես բանա, գիտես ինչ, ես մեկ որ ես երբ որ բանը բանին եմ ասում, որ նաև ստիպել է որոշ բան, ես հիշում եմ 2 բան էլի օրինակ։ Մեկ են որ
լավ կոնկրետացում չանեմ, դժբախտ մարդը իրան ու ընտանիքը վերացրեցին, մարդը հրաժարվեց գնա գյուղի պաշտպանությանը, հերթապահության կայնի, ասելով, որ սովետական միություն, բան ընդեղ մեզ պաշտպանում է, Տրամպը, Կրեմլը, Ելցինը, կապ չունի, էլ ինչ որ մեկը մեզ պաշտպանում է, Թարսիպես մոտ 4 օր հետո մտան իր ընտանիքը վերացրեցին, այդ դաժան բանը։ Մեկ էլ մի հատ ուրիշ օրինակ եմ հիշում, որ երբ որ ես խոսում եմ, որ օրենքը պետք է շատ բան պարտադրողական ունի, որ կա ամենապարտադրված երկիրը այս պահին, դա բանա Հյուսիսային Կորեան է, որը ոչ մեկ չեմ կարծում, որ ոչ մեկ չի ուզենա թե ապրի։ Ասենք ոչ կորեացի Հյուսիսային Կորեայում ծնված։ Ես դրա մասին չեմ խոսում, էլի, բայց պիտի լինի այդ ծայրահեղ կառավարելի պետական պարտադրանքից եւ կամավոր բանը կապրիզների արանքում պետք է ինչ-որ լուծում լինի։ Հասկանալի։ Որ մինչև սերունդը դաստիարակվի, դառնա մեզանից խելացի բնակչությունը։ Դա կարելի է ոնց որ Գերմանիայում օրինակ աղբի հարցն են լուծել, եթե չես տեսակավորում դու գանվում ես, Բայց ավելի շատ վարձ ես տալիս։ հենց տեսակավորում ես, իրանք քեզ գումար են տալիս։ Այսինքն Ես նոտա է պրյանիկա, էլի պետք է տենց անել։ Լուծման օրինակ ասեմ, էլի, որ տարիներ արդեն փորձում ենք այդ ներդնել, նախ այս մասը մի հատ ավարտին հասցնեմ, այս դասակարգը ու ասեմ, թե ինչ դեր ենք տեսնում արմատների ու ռազմամարզականների, էլի, վրա, որ կառուցենք այս համապարփակ պաշտպանությունը բաշխված։ Ուրեմն այս ենթակառուցվածքը խափանվեց, դրա թվայնացումը պետք է պարտադիր շատ լավ մշտադիտարկում արվի։ Երրորդ դասակարգը այդ այնտեղն է, որտեղ շատ հստակ է երևում իրավիճակային կառավարման կենտրոնների դերը։ Երբ որ բնական աղետներ են, ենթակառուցվածքների խափանումներ են եւ այլն, կենտրոնների որ չունենք։ Այո, դերն եմ ասում, այստեղ նաեւ մարդկային զոհեր կան։ Հետևաբար դու կառավարումը այստեղ, եթե հստակ չի կատարված, արձագանքը հնարավոր չի։ Այսինքն այդտեղ դերերով պետք է եւ իրավիճակներով պետք է կառուցված լինի եւ նախապես այս սցենարները մշակված պիտի լինեն, որտեղ պատերազմն էլ դրա մեջ պետք է լինի, չէ։ Այ պատերազմը էս իմ համար շատ հետաքրքիր բացահայտում էր։ 4-րդ դասակարգը պատերազմն է եւ առանձին դասակարգ, որտեղ իրականացնող երկրները ասում են պատերազմական գործողություններում, քանի որ տարասեռ բնույթ ունի հիմա պատերազմը եւ քառակուսի բան չի, հա, գծամետր չի, այլ քառակուսի մետր է ու ենթակառուցվածքները, թվային հարձակումները, բազմաբովանդակ, այս սրանց խառնուրդն, այս 4-3-ի համադրություններն են անկանխատեսելի շրջադարձերով եւ անկանխատեսելի ժամանակում։ Ու հիմա ՀՊԱՀ-ը ասում է ի լրումն նրա, որ կա ռազմական գործի վարպետների միջամտություն, որը կլինի պայստազորային ուժերը, չէ, պայստազորի համակարգը, զինված ուժերը եւ այլն, ստեղ կա մի հատ 80% բաղադրիչ, որը նույնն է, ինչ որ այս արտակարգ իրավիճակներին է։ Հետևաբար, եթե քո հասարակությունը պատրաստ է այս իրավիճակներում գործողության, ստեղ 80%-ը արդեն թեթևացնում ես քո վիճակը, բայց մեկը պատերազմը համ ռիսկեր է, համ ասենք կատակլիզմ է, որովհետև մարդը կարա մոգոնի այնպես մի բան, որ բնական աղետից մեռնես, ոչ թե իրազենքից։ Մարդը կարա ինչ-որ մի բան անի, ասենք, ու դու ասենք մարդածին, ոնց որ ասած, տեխնագեն ինչ-որ բանից մահանաս։ Պատադիր չի, որ զենքով չես հաղթել, այլ կարող է տարասեռ բնույթի հարձակումներով, սպառնալիքներով։ Ես ուզում եի մի բան էլ ասեի, որ 20 թվականին, երբ որ ՍԱԹ-ը զբաղվում էր թիկունքով, 16 թվականից այդպես բաներ էլի արել, ասենք, ինքը ասենց ռասկլադուշկի կարեց, տպած բերեց, որտեղ բուժօգնության անհրաժեշտ գործողությունն է, այս մի բանի հետ վիրավորում, արյան կայացնել, բան ցավալիա մի հոգու չտեսա, որ այնտեղ քարվաճառում մենք մի 2 շաբաթից ավել մնացել էինք, այդ չտեսա, որ բացեն սովորեն։ Տեսել եմ, որ բացել նայում են, բայց նայելով չեն սովորում, էլի սովորել ես sense եմ հասկանում։ Իրականում միջավայր իրա վրա մի հատ բրինտավատ, դա ոչ թե սովորելու համար է այդ գրքույկը, հիշացնելու։ Ինքը Եթե չգիտես չես կարող։ Ռուսերեն լավ բառ կա, ինքը պամյատկա էր։
հիշեցում, հա, sense մի բան։ Հա, ցայտնոտային իրավիճակում եթե ինչ-որ բան Խառնվեց, Բայց այդ դասընթացները անցած մեր համարյա 400 հոգուց ընդամենը 56-ն էին, թե 54-ը։ Հա, այն էլ շատ ցածր մակարդակ է Հա, այն էլ ասենք բան ոճը տենց լավ մակարդակ է։ Ու ստացվում է, որ մենք բավականին խոցելի վիճակում էինք, եթե այդ 2 շաբաթա, 3 շաբաթա մենք ժամանակ չունենայինք մարզվենք Քարվաճառում պատերազմի հետ զուգահեռ ռազմական առաջադրանքներ կատարելու հետ զուգահեռ։ Հիմա նույնը, ասենք, երբ որ ճգնաժամը լինում է եւ նախորոք չես պատրաստվել, ինքը վայ է։ То есть այդ համապարփակ անվտանգության եւ պաշտպանության համակարգը, եթե ուղղակի լավ մշակված է, այդ իրավիճակային կենտրոններն կան, աշխատում են, նայում են, բայց հետևություններ չեն անում։ Բայց շարքային քաղաքացին այդ ամեն ինչին սովորած չի։ Ոչ դբրոցով, ոչ էլ պարտադրված պրեմիա կտրելով կամ աշխատավարձի ծնդե 13-րդ աշխատավարձ ավելացնելով, խրախուսելով կամ պատժելով, դա շատ քիչ արժեք ունի, էլի։ Ինքը 10-15 տարի հետո արձագանք կտա դրական, բայց մինչև այդ մարդիկ 25 անգամ կասեն, որ այսի չի աշխատում, հեսա ստեղ չաշխատեց, ստեղ չաշխատեց, բայց որ չաշխատեց իրա չիմանալու պատճառով, դա մարդկանց մտքով հաճախ չել անցնի։ Դրա համար երևի իշխանություններին բզել է պետք։ Հաճախ։ Ճիշտն ասած, ես այդտեղ մի քիչ ձեր հետ շատ համաձայն եմ, մի քիչ շատ համաձայն եմ, չէ, եկեք, որտեվ լուծումը համ ներքևից վերև, համ վերևից ներքև պիտի ամենաարագ լուծումն է։ Համատեղ գնա, օրինակ կբերեմ, որի մասին ուզում եմ, որ տեսնում ենք հստակ, որ շատ հեշտ կարելի է իրականացնել, դուք գիտեք, որ ամբողջ Հայաստանի տարածքում 630-ից ավել արմատ աշխատանոցներ կան, որտեղ 630 մի ժամանակ ավել, հա, ոնց որ 630-ից ավել։ Այդտեղ կան ընդ որում մարզեր ունենք, որտեղ բոլոր բնակավայրերում են, հա։ Մի ժամանակ Արցախում։ Եթե մենք, այո։ Հիմա եթե մենք խոսում ենք նրա մասին, որ կա տարասեռ պատերազմների, արդեն եթե ընդունում ենք, որ համապարփակ պաշտպանություն եւ անվտանգության համակարգ ունեցող երկրները այսպես են դասակարգում, որ տարասեռ պատերազմների բնույթն այնպիսին է, որ այս ենթակառուցվածքներն են, բնական աղետներն են, հա, դրանց թվայնացումն է ու եթե այս հասարակությունը կարողանա լինի այնքան դիմակայուն, որ կարողանա արձագանքել այս իրավիճակներին, պատերազմական գործողությունների այն 20% ռազմական կտորը շատ ավելի հեշտ կլինի պայստազորի ուժերին եւ չէ ռազմական ուժերին, զինված ուժերին իրականացնել եւ համակարգը։ Հիմա տեսեք, եթե մենք ունենք 630 արմատ աշխատանոցներ, որտեղ երեխեքը սովորում են բաց այլագրերով, լրիվ բաց համակարգերով, իրանք այդ սարքը կարող են նայել շուրջը, տեսնել խնդիր, աղետների կառավարման խնդիր, զարգացման խնդիր, իրենց դպրոցում խնդիրներ, համայնքում խնդիրներ եւ այլն լուծել։ Եթե այս տեսակ երեխեք ունենք մարզերում եւ Երևանում, ու կրթության գիտության նախարարությունը որովհետեւ իրանք կամավոր են արմատ լաբորատորիաներում, ոչ թե պարտադրված, դա դաս չի։ Այո, կամավոր, հավեսով, եթե խմբակավարը մանավանդ հավեսով է, ինքը կկարողանա էլի այնքան ոգեշնչել իր ուսաներին, որ միասին տեսնեն այդ ինչ խնդիրներ ունեն, այտենց բնակավար չկա էլի, որ խնդիր չունենա ու վստահենք, որ այն գործիքակազմը, որ ունենք արմաթում, բավարար է ահագին խնդիրներ լուծելու ու այդ գործիքակազմը կարող է նույնիսկ լավացնել էլի հենց արմաթի սաները։ Հիմա ինչքան էլ արմաթը լավը լինի, եթե մեր կրթության նախարարությունը, պաշտպանության նախարարությունը եւ ներքին գործերի նախարարությունը իրար հետ այս ռեսուրսը օգտագործելու գործընթացը չունեն, որտեվ եթե դու ունես արմաթ նոթում աշխատանոց, որտեղ այդ աշակերտը հավքի մրցույթում գալիս է ու լուծում է հրդեհի մարման խնդիր, վիրավորին սարում գոյատևման փաթեթ առակելու խնդիր։ Եթե այս գիտելիքը եւ հմտությունը չի կիրառվում արտակարգ իրավիճակների նախարարության, կրթության նախարարության եւ պաշտպանության նախարարության համատեղ ջանքերով, եթե այս աշակերտը վաղը զորակոչիկ դառնալու ժամանակ
հաշվի չի առնվում, թե ինքը ինչ Ասենք, հմտություններ գնալու է պովարը լինի, ունի, կամ մենք չի։ բոլորով իրար հետ վատնում ենք մեր ազգի ապագան եւ ռեսուրսը։ Մենք ունենք նման օրինակներ, որ հենց մեր ոնց որ ասած կաշին կպած չէ, ասենք երբ որ ոմայում մարզված, պարապած, անօթաչուներ քշող, բավականին լավ պատրաստված իրական դպրոցի աշակերտները ուրեմն գնացին բանակ ու ոչ մեկ հաշվի չառավ իրանց հմտությունները, որ իրանք ձեռք էին բերել թե դպրոցում, թե ասենք այդ վաղտ իրանք արմատ լաբորատորիայում չէ, իստիգեյտը ամեն ինչ տրամադրել է Շատ իրական բարձր դպրոց։ ինչի համար չէ, Եվ որտեվ գործում է յանաչալնիկ դի դուրակ վիճակը, պուջուր բյուրոկրատը ինքը իրան կարծում է, որ ինքը Մենակ աստված է։ այդ չի։ Մենակ այդ չի։ Համակարգ չկա։ Համակարգ չկա։ Այո, Դրա համար է բյուրոկրատը իրան Հիմա նայ, աստված զգում։ Նա ես խեղ Դրա համար պասպորտ սեղանի աշխատողը հետը տնենց է խոսում, ոնց Ազգի որ կոմիսարիատի մարդը ինքը ձևել չուներ իրանց ճիշտ օգտագործեր։ Ինքը այդ ձևն էլ չուներ։ Գործիքակազմը Որովհետև չուներ։ իրան բյուրոկրատիչսկի եկել է ռազնարյատկեն խոսքի։ Օգոստոսի 1-ին ռազվետկի համար մարդ պատրաստ։ Այս մարդը եկել է օգոստոսի 7-ին։ Ալպինիզմ գիտի, կրակել, բան, ասում ախպեր, հետախուզությունը դրա արդեն համար գնացել նորմալ է։ երկրներում այդ ամեն ինչը Հիմա սկսում է արցիլի սկսում է դպրոցներից, ոչ թե գալու օրվանից։ Ես իրան ելի եմ գնում ասում, ընտրում է։ շատ լավ օրինակ է, մենք փնովում ենք շատ հաճախ սովետական միությունը տեղին, բայց ես իմ կյանքի օրինակով, երբ որ ես անսպասելի չգիտես խի, մորս բերնից լսում եմ բառ, որ ասում է խի военно прикладной многоборья չես էտում պարապես։ Այդ կինը այդ բառերը որտեղից է իմացել, ինչ է իմացել, ես չգիտեմ, ինքն էլ չգիտի, ոչ էլ հիշում է։ Բայց իր խոսքը եւ Արսեն Սամսոնիչի խոսքը, բանի պատմության դասատուի իրար հետ կպցրեց իրար, բանը Վարդանի խոսքը, բանը դասատու էր էլի ավտոդելայի, իր խոսքն ասած կպավ իրար, ու ասած կպավ, ես գնացի անկախ ինձանից սովորելու, հետո պարզվեց ես հայտնվեցի սպեցնազում, որովհետև անսպասելի ինձ նաև պարաշուտնի սպորտի ղարգեցին, չգիտես խի, հետո ինձ ստիպեցին, որ ես գնամ, ասենք Իսակովի դպրոցը ավարտեմ, որ գերազանցիկի բան ունենամ, ուղղորդում էին մարդուն, որովհետև դու քո կադրերը, եթե դու չես ուղղորդում, դու եթե քո բանով չես աշխատում, քո անձնակազմով, քո ժողովրդով աշխատում է քո թշնամին, Դե դա հիմա Եվ գիտես, հեն բայց ուշքի դրա գալու լուծումը էլի, որն է, ասում շատ եկեք էս մի հատ օրինակ։ ապա լուծումն է շատ հասարակական, ընդհանրապես սրտացավ մարդիկ պետք է պաշտոններ զբաղեցնեն։ Էլի գալիս ենք ինստիտուտ չկա, դա համակարգ չէ, այդ մարդը որ հելավ ոչ կա ինստիտուտ, կա ինստիտուցիա ապեր, կոչվում է ժողովուրդ։ քո ասածը, երբ որ ասում ես սրտացավ մարդը պետք է գա, Ես մատկներես 15 դեսի, թվականին ու 17 թվականին ինձ երբ որ հարցնում էին, պարոն Վարդանով, ո՞ւմը ձայն տամ, ասում եմ իմ համար մեկ է, ում ուզում եք ձայն տվեք, բայց մի հատ հարց տվեք, եթե իր պատասխանը ձեզ գոհացնի, անվտանգության վերաբերյալ ինչ ես կարծում, ոնց է պետք պաշտպանել մեր երկիրը, այդ հարցը դու Սա խնդիրը հիմա հպան է դա, որ այդ մարդկանցից փոքր հոգի, չգիտեմ, մեծա հոգի, սրտացավ, իրանցից կախված ոչ մի բան չլինի, շատ չնչին տոկոսը լինի այդ աշխատանքին։ Այսինքն համակարգը կա, վատ է աշխատում ինքը, մի քիչ թեթև շեղում է տալ այդ համակարգը, բայց կենսական բանին չի խանգարում։ Եկեք ես մի հատ Հաստատ սենց չի ձևակերպեմ, էլի, քանի որ Հաստատ ես մի չի քանի խանգարում։ երկ գիտեմ, բոլորը ոգեզենի մասին են, քաղաքականությունից ընդհանրապես բան չեմ հասկանում, քաղաքականության հիմա հետ չէի։ տեսեք, չէ, նայեք ինչն եմ ասում, էլի, անկախ նրանից, թե կառավար պարզա, որ իշխող կուսակցությունը, չգիտեմ, կառավարությունը պետք է ունենա կամք համագործակցել համայնքի հետ, չէ՞։ Այո։ Այդ ընդունում ենք ու դա դրված է համապարփակ պաշտպանության Բայց դա առաջի, դա ով որ ընդունեց ու սկսեց աշխատացնել, մենակ այդ կառավարության մասին է խոսքը լինելու, իրաց կամքի մասին։ Դրանից հետո մնացածը ուզած չուզած շարունակելու են դա։ Համակարգով շարունակեն, որովհետեւ Ես ինչ որ մեկը պետք է զոհաբերի Ընդունի իսկապես վերընտրվելու վերանտրվել, իշխանություն, Գիտեմ, ինչը։ պարտոուսերին դնել, պարոն նախարար խոսքերը չի լսի, բա։ հասարակական համապետական ռեսուրսը ինչ որ մի Դες գալիս ենք էլի ընդրան, որ պետք է ընտրես այն մարդկանց, ով որ սիրում է իր ժողովուրդը։ եկեք նայեք ինչ տեսեք Այդ մենք էմոցիոնալ դաշտ։ Հա դուք ոնց որ ես ուզում եմ խոսեմ հենց համակարգի մասին, որովհետև իմ այն օրինակը որ արմատություն կամ
այլ տենց համայնքի մասնագիտական, հա, համայնքի բերումը համապարփակ պաշտպանության անվտանգության համակարգի կայացմանը, այս քայլերի հաջորդականությունը բնականաբար հենված է համապետական եւ համահասարակական ռեսուրսի վրա։ Հիմա մենք երբ որ խոսում ենք արտակարգ իրավիճակների կառավարմանը հատկապես թվային դաշտում, որտեղ մենք արդեն գիտենք, որ ենթակառուցվածքները թվայնացված են, մեր լուծումը հետեւյալն է. ժամանակին մենք մշակույթի մեջ ունեցել ենք թնջրի ծառ, չէ՞։ Ամեն բնակավայր ուներ մի հատ թնջրի ծառ, որտեղ իրավիճակային կառավարում էր արվում։ Բոլորը գիտեին այդ թնջրի ծառի տակ նստած, թե ինչա կատարվում, ինչ որոնք գլխավոր խորհուրդները կլսես, գլխավոր կարգադրանքը։ Հա, հիմա կատակով ասում ենք եկեք ամեն բնակավայր ունենա իր թնջրի ծառը իրավիճակային կառավարման փոքր կենտրոններով, որտեղ այդտեղ գիտեն, որոնք են իրենց բնակավայրի Գյուղամեջի մասին է խոսքը, էլի, որտեղ եթե մեկին նեղացնում էին, կարար էթար մեծերին դիմել ու մեծերը հարցը լուծեին։ Կամ ասեց, խոսքի չեմ կարող մշակեմ, հողս մեջքս ցավում այսքանի օրը, մարդ ուղարկեր, որ իրան օգնեն։ Այո, որտեղ այն ամենասկզբիցներ, հա, միշտ կար ռեսուրս, որ այդ խնդիրը լուծվեր։ Հիմա հետ վերադառնալով այն բանաձևին, որ եթե դու ունես հստակ ցուցանք վտանգների եւ սպառնալիքների, որոնք կոնկրետ քո բնակավայրի մասին են, չէ՞։ Հեչ պարտադիր չի, որ այդ բնակավայրի այդ աշակերտը համապետական խնդիրների մասին մտածի։ Ինքը մտածում է իր համայնքի խնդիրների մասին։ Այս կառավարման կենտրոնում դրված է, որոնք են այդ վտանգները, իրանք ինչ գործիքներ ունեն, համ մարդկային տեսքով, համ լուծումների տեսքով, հա, ինչ խոցելիություններ են դրանք փոքրացնում, նվազեցնում եւ այլն, ամեն համայնք լուծում է իր խնդիրը։ Հիմա, երբ որ կարողանում ենք գործիքակազմը նաև այնպես կազմակերպել, որ թիմերն են այդ նույն գործիքակազմով աշխատում, որովհետև մենք շատ ենք էլի այս թեման քննարկել, տարածքային ինքնավար մարմինները, որոնք պատասխանատու են այդ բնակավայրերի, չէ՞, կենսապահովման համար նաև։ Եթե մենք սրա մասին շատ ենք էլի քննարկել, չէ՞, որ փոխվել է այն գործելավոճը, որ հենց որ արտակարգ իրավիճակա պատերազմը, դու այլ սցենարներով ես գործում։ Իրական գործիքակազմը շատ նույնն է, ինքը պետք է առօրյայիդ մաս լինի, որպեսզի դու շատ արագ կարողանաս արձագանքել։ Փոխելու կարիք չի լինելու, էլի, նույնն է սա անելու։ Նույն գործիքով։ Ընդ որում, երբ որ հատկապես այն դեպքում, երբ որ վտանգը մարդկային ազդեցություններով է նաև եւ պատասխանատու մարդիկ են նաև վտանգված եւ վիրավորված, չգիտեմ, չեն կարող մասնակցել գործընթացին, իրանք էլ են երեխաները, ծերերը։ Երբ որ ունես այդ կառավարման կենտրոնները, որտեղ օրինակ նկարագրված են կենսական ենթակառուցվածքները, դրանց հետ կատարվող գործողությունների սցենարները եւ այլն, շատ հեշտ է այդ արձագանքումը կազմակերպել, որտեղ կառավարված համակարգ ունես, էլի։ Մենք շատ հաճախ իրավիճակային կառավարման համակարգը մոռանում ենք, որ այդ իրավիճակային կառավարում չի նշանակում սիտուատիվ ինչ-որ որոշումներ կայացնել։ Իրավիճակային կառավարում նշանակում է նախապես բոլոր իրավիճակները, որոնք անունն է սխալ ընտրված։ Չէ, ճիշտ է ընտրված, ուղղակի բանը, գիտես ինչի մասին է խոսքը, դու ես հասկանում եմ ինչի մասին է խոսքը, որ դու պետք է եթե պատրաստված ես լինում, դու շատ կոնկրետ գործիքակազմով կարող ես ինչ-որ մանիպուլյացիաներ անես գործիքներով ու մտածողության համար է ինքը սխալ, որտեվ ով որ ծանոթ չի մտածում ես հեսա իրավիճակը կգա կկողմնորոշվեմ, բայց իրականում բայց ցանկացած իրավիճակին պետք է պատրաստվել։ Իհարկե։ Դե ասում եմ, այդ ցանկ ունենալը կարող է ասկի էլ չունես, բայց բնակչությունը պատրաստ է տաղանդավոր զորավար ունես գյուղում նստած ծառի տակ։ Ասենք, որը նարդի գցելուց բացի նաև տաղանդավոր որոշումներ կայացնելուց առաջ, ասենք, Ալեքսանդր Մակեդոնացու պատմությունն է կարտացել Կվինտ կուրսի ու ստացվում է ինչ ապեր։ Անձնակազմը պատրաստ է, գալիս ասում են հրդեհ դու լապատկեն վեգալար դունդե քո տունը մոտիկա վեդրոները բան, всё գնացի կանգնելու ես հեսա գալիս եմ, չալիկս վեկալ եմ։ Նկարագրված է, գիտեն ովքեր։ Գալիս ասում են խորոք ամենակարևորը բացի նկարագրված լինելը, միջև այդ պարապել են այդ։ Իհարկե, ասում եմ անձնակազմը պատրաստ, դա մենակ բան չէ, այդ ժիմ արած բանը բիլակները տեղը լինի, ցմբանը հղի տղամարդ չկա գյուղում, ես դրա հետ չեմ։ Ես արա հիշենք մի հատ բանա, Կիրանցի պատմությունը, ինչի համար աժիոտաժ եղավ 20 թվականի նոյեմբերի պարզ
երևացող, որ իրանցի դեմի հողերը, որ մենք ունենք վերցրած, Խերմլու նախկին գյուղը, ասենք թուրքաբնակ, որ էդի տալու ենք։ Նոյեմբերի 8-ին 20 թվին պարզեր չէ, խի խառնվան, որտեղ ոչ մեկ չէր պատրաստվել, ոչ բնակչությունը, ոչ տիմը, ոչ գյուղի հարգված մարդը, ոչ մարզպետը, ոչ պետությունը, ոչ ՊՆ-ն, ոչ մեկ չէր պատրաստվել։ Որտեվ այնքան որ իրավիճակում կոնկրետ այս պահին ինչ-որ բան անում են, որ այս մի բանից բրծնեն, ու չեն նայում, տակտիկական լուծումներ են անում, կոպիտ ասած, ստրատեգիան չկա։ Հա, այո, ռազմավարական այդ ռազմավարական իհարկե ասենք Իրենց քթից հեռու չեն տենում, դա խնդիրը, կառավարիչները, որ այդ սաղ տենան, միջև այդ արդեն պատրաստած կլինեն իրանց ենթականերին, որ իրանք էլ իրանց ենթականերին պատրաստած լինեն, որ չբերեն երկաթից զաբոր անեն, ասեն տեսեք ինչ պաշտպանված ենք։ Եթե դու թուրքին չես տենում, դա չի նշանակում ինքը քեզ չի տենում։ Ես քո հետ լրիվ համաձայն եմ, որովհետև եթե այդ իրավիճակը դրան անվանենք սպառնալիք կամ ակնկալվող իրավիճակ, դա հանրությունը դրա մասին մտածած լիներ եւ վարժանք կատարված լիներ, ամեն մեկն իր դերը իմանար, լուծված կլիներ այդ թափանցիկ եւ վստահելի հաղորդակցության խնդիրը, որովհետեւ ես քիչ առաջ նշեցի, չէ, 20 թվից հետո մարդիկ այնքան սովոր են տեղեկատվության արագ ստանալուն, ցանկացած տեղեկատվության պակաս սկսում է խոճապ առաջացնել եւ անկառավարելի ինչ որ քաոս, հա, իրավիճակը հենց առաջանում է, պիտի պարտադիր այդ վստահելի հաղորդակցությունը կատարվի։ Վստահելի հաղորդակցությունը մենակ այն դեպքում կլինի, եթե մարդիկ այդ սցենարը մի անգամ խաղարկած լինեն կամ գոնե դրա մասին լսած լինեն, իմանան թե ումից պիտի ստանան այդ հաղորդակցությունը։ Ու ամենակիչը, ասենք, երբ որ իրանք այդ ոնց որ ասած ապկատ կարածելն տարբեր սիտուացիաներ, իրանց մտքով, ասենք, կանցնի, որ ախպեր հնարավոր չի այս ճանապարհով սենց անել, այս գործիքով սենց անել, մեզ ուրիշ գործիքապետ, մեզ ուրիշ ճանապարհապետ, այս դիրքը չի պահի, մեզ ուրիշ դիրքապետ, հնարավոր չի պահել, ասենք, սահմանապահներով, մեզ սահմանապահի մեջքի հետևը զինվորապետ եւ այլն։ То есть տարբեր ընդհանրապես ինչի համար են զորավարժությունները, վարժությունները, տարբեր իրավիճակներ մշակելու եւ մինուսները բացելու, գործիքակազմի պակասը հասկանալու, ավելնորդությունները հասկանալու, то есть այդ ամեն ինչը որ չի արվում, զինվորական բանը ինքը խոշորացույցի տակ նույն հասարակությունն է, էլի ասենք, պետություն, հասարակություն, որովհետեւ բանը մի տեղ խիտ ապրող, ասենք, խնդիրները լուծող կոլեկտիվ է կուտակված, ոնց որ ասած հավաքված, ու այնտեղ պարզ երևում է, էլի ասենք, այդ նախորոք չարածը ինչի է բերում, ինքը պարզ երևում է, հասարակությունը, երբ որ չի անում, ինքը մտածում է դե չի լինի, մի օր կլինի աղբորպես, հետո երբ որ գալիս է կիրանցի դեպքն է լինում, իսկ օրերից մի օր կլինի տրիպի դեպքը, բանա մոռանալու են, ասենք 5 տարի հետո այդ բանի ժողովուրդը մեղրի, որ իրանց ասելու են հել գնա, արա, ինչ կապ ունի, նարի այգի ունես այդտեղ, թուղթ ենք ստորագրել, դու 5 տարի առաջ չգիտեիր, գայր կա որոշում, որ գայր քո նուրը, բանը, տեղափոխենք, տրակտորները հատուկ, то есть մարդիկ չեն հասկանում, որ ամեն ինչը նախորոք է պետք անել։ Պարոն Վարդանով, այդ նրանից է, որ մենք էլի են սկզբում որ ասում էինք, մենք չենք կարող տարբերակել ինչա վտանգ, ինչա սպառնալիք եւ իրավիճակները, սցենարները կառուցենք։ Իսկ դե մեծ դեր չի խաղում, ասենք այս ապուշ բանը ինչ որտեղ դեմոկրատիայի բանը, որ ընտրություն վերարտադրվել անպայման բան sense վիճակն է, մեծ չի մեծանում հասարակական կազմակերպությունների դերը։ Ես ինձ հաճախ մեղավոր եմ զգում, որ ես չեմ կարացել բացադրեմ, չեմ կարացել համոզեմ, չեմ կարացել բերեմ դրան, որ մի հատ ուղղակի ուշադիր նայեն այդ բանի վրա։ Այդ նույն Իրանցի հետ կապված բանին ես բարձրաձայնել եմ, ընդդեղի ամենամեծ պաշտոն զբաղեցնող զինվորական շրջանակում, ասենք, մարդկանց հետ եմ շփվել, բացադրել եմ։ Այդ քանի որ
գիտակցություն, եթե դուք հասարակությունից եք խոսում, ոչ թե որոշում կայացնողներից, Ես հասարակական կազմակերպության հետ եմ, որը որ հասարակության, ոնց որ ասած, ինքնակոչ հաճախ իրանց վրա դելեգիրованի, ասենք որոշ պարտականություններով ներքևից վերև տարբերակն է, չեն կարող, ամեն ինչ չի որ կարան անեն։ Ու շատ դանդաղ ճանապարհ է։ Չէ, բացատրական աշխատանքը գոնե կարան անեն։ Մի հատ կարան անեն, ովքեր իրանց մոտ գալիս են, երբ որ ոմա գալիս է 10 հոգի, կամ չգիտեմ, Արշակ ունի գալիս է 100 հոգի, դու այդ 100 հոգու հետ ես աշխատում, բայց բնակչությունը ընդամենը 3 միլիոն։ Ես լրիվ համաձայն եմ Վաղոյի հետ, տեսեք ինչի, որովհետև երբ որ ես հանրությանը, երբ որ դասակարգում ենք արտակարգ իրավիճակի արձագանքման համար, ասում ենք ունենք անհատական մակարդակ կամ ընտանիքի, չէ։ Հիմա քանի շենք գիտեք բարձրահարկ Երևանում, որ նկուղում կոյուղին ա լցվում կամ ապաստանի տեղ չունենք եւ այլն, իրանք գիտեն, չէ, որ դա վտանգավոր է, որտեվ ի վերջո վաղը շենքը վթարային է դառնալու, քանի շենքի բնակիչ կամ անհատ է դա անում, այսինքն այդ ձեր բարձրաձայնած խնդիրը իրականում անհատական մակարդակում էլ է երևում եւ մենք արդեն համաձայնեցինք, որ մենք մշակութային եւ կրթական լուրջ խնդիր ունենք, որտեվ այսօր մենք համատեղ ուժերով համալսարանում առողջապահության ազգային ինստիտուտը առմիավորման անդամ կազմակերպությունները միասին 700 ուսանողի վարժանք են անում, այն ուսանողը որ չի մոտեցել երբեք մանեկենին, ինքը վախով է տեսնում, մի անգամ ընդամենը փորձ է կատարում եւ իր համար փոխվում է ամբողջ աշխարհը, որտեվ ինքը էլ վախ չունի, վախը գիտելիքի պակասա ու հաստատ, հա, կամ վախի հետևանքով է, որ մենք մոռանում ենք, որ սպառնալիքին եւ վտանգին պետքա նայել, լուծում տալ, այլ ոչ թե ուղղակի իրան աչքերը փակել։ Երկրորդ կտորը անհատից ու ընտանիքից երբ որ գնում ենք, 3 մասի ենք բաժանում համայնքը։ Համայնքը որպես կազմակերպություն, կենսական ենթակառուցվածք վարող կազմակերպություն, ռազմամարզական կազմակերպություն, կրթական կազմակերպություն, այնպիսի կազմակերպություններ, որոնք ունեն գործառույթներ եւ պատասխանատվություններ են կիսում իրար հետ։ Այս կազմակերպություններն էլ պիտի աղետների ռիսկերի պլան ունենան։ Ընդ որում այդ աղետների ռիսկերի նվազեցման ծրագրի մեջ այդ կետը հաստատ նշված է ու որ երբ որ Հայաստանի Հանրապետության վրա կա զինված հարձակում կամ պատերազմ, իսկ դա չենք չեղարկել, չէ՞, մեր օրենսդրությունն է։ Անցում կատարել Քաղ պաշտպանության պլանին, հա, ծրագրին։ Հիմա այս կազմակերպությունը իր մակարդակում, քանի կազմակերպություն գիտեք, ես բուհական համակարգի հետ եմ շփվում, բուհերը գիտեք ոնց են ստանում այդ ցանկը, թուղթը ստանում են, ասում են դե տակը ստորագրեք տվեք, այդ եթե չես մասնակցել որպես կազմակերպություն, ոնց կարող է դա կոչվի քո աղետների նվազեցման ծրագիր կամ պլան ժամանակացույց։ Այդ ընդհանրապես այդ փաստաթուղթ է։ Երկրորդը մասնագիտական համայնքներն են։ Թվային անվտանգության համայնք ստեղ շատ յուրահատուկ տեղ ունի առմիավորումը, հա, որովհետև եւ համայնքային են, որովհետև գիտելիք եւ փորձ կիսող համայնքներ են, չէ, իրանք ամենաարագ մոբիլիզացվողն են այս մասնագիտական համայնքները եւ շատ կարեւոր է, որ դրանք լինեն ամբողջ Հայաստանով եւ երկրի ամբողջ տարածքով բաշխված, որովհետեւ կենտրոնացած չես կարող այդ արձագանքն անել։ Ոչ թե ներկայացված, այլ բաշխված, որովհետեւ ներկայացվածը շատ քիչ արդյունք է տալի, բաշխված եւ տեղում գործող, գրող պետք է լինես եւ այս մասնագիտական համայնքները ռազմավարական հաղորդակցության մեջ, այսինքն երբ որ արտակարգ իրավիճակ կա եւ խոճապ կա, իրենք ամենավստահելին են, քանի որ իրանք մասնագետն են, պատկերացնում եք, չէ՞։ Իրանք շատ կարևոր տեղ ունեն, որտեղ իրանք վստահ են, որ իրանք այդ մասնագիտական հմտությունն ունեն եւ արագ ներդաշնակվող են։ Այս տեսակետից է, որ նաեւ միություններն են կարևոր, որտեղ միությունները այս տեսակ կազմակերպությունների, ոնց որ մենք պետությանն ենք ասում, պիտի չափորոշիչներ ունենաս, միություններն էլ պիտի ունենան ներդաշնակ գործելու։ Առաջին օգնության մեջ լավ տենց համեմատություն կա, ասում են, եթե դու ստեղծել ես լավագույն լարանը եւ դրանից օգտվել գիտես միայն դու մենակ մի մարդու կյանք կարող ես փրկել ու վերջ, քո կյանքն էլ ոչ մեկ չի փրկելու, քանի ներդաշնակված չի։ Չենք դարմանում, օրինակ կանոն կա։ Ես եթե նոր բան ենք լսում, քանի դեռ մեր գումարտակի հետ ներդաշնակված չի, չենք ընդունում դա որպես կանոն, որտեղ դա անիմաստ է, դա ուղղակի տեսություն է, որը կարող ենք միտեղ գրել վաղը
պատկերացնում եք, չէ՞, Աշխատի թե չէ հարցը։ Աշխատի թե չէ, չգիտենք։ Ինքը թող մի քիչ ավելի փոքր լուծում լինի, բայց այդ ներդաշնակումը իսկ դա հղվում է վաղոյ ասած վարժանքներին, որտեղ դու ներդաշնակում նշանակում դու փորձարկել ես եւ այդ հմտությունները կիսում ես։ Եվ արդեն կարողացել ես հերկել ես ու չես ընդունում, որովհետեւ կարողա ինքը շատ լավ բան է, բայց քեզ հարմար չի։ Քո անատոմիային չի բռնում, քո չգիտեմ, բնակլիմայական ինչի բռնում։ Թեմայից դուրս բան ասեմ, էլի մեր ժամանակը ոնց որ շատ շուտ բանի հերթական անգամ սպառվեց, արես։ Զգում ես ավարտական բայց զգում ես ինչ ճիշտ մարդկանց ենք հրավիրում։ Մենք երբ որ իրար հետ խոսում ենք, մոտ 40 րոպեից հետո ձանձրանում ենք իրարից ու սկսում ենք այտենց մի կերպ, մի 2 րոպե ձգել։ Համայնքներն ու պետությունն էլ ասեմ ու ամփոփենք, կուզեք։ Համայնքն ու պետությունը, դա գնաց մի 7-ից 15 րոպե։ Ուրեմն մի հատ նորից թվարկեմ, համայնքը կա կազմակերպություններ, որտեղ ինչ-որ կազմակերպված կառույց է, որտեղ կան ամեն մեկն ու իր հաստիքը, դերը, գործառույթներ եւ այլն, մասնագիտական համայնքները, որտեղ շատ կարեւոր է ներդաշնակումը եւ այդ մասնագիտական հմտությունները եւ բաշխված լինելը ամբողջ հանրապետությունով եւ երրորդը արդեն բնակավայրերն են։ Բնակավայրերը, որի մասին խոսեցինք, ամեն բնակավայր իր մշակույթով եւ իր սպառնալիքներով եւ դրա իրենք էլ պետք է ներդաշնակված լինեն այդ տեղական ինքնակառավարման մարմինների հետ ու իրանք նույն գործեկազմով պետք է աշխատեն։ Եվ այս ամեն ինչից հետո նաեւ պետական մակարդակում, որտեղ երբ որ դու քաղաքացի ես, առնվազն պետք է իմանաս քանի մարզ ունես եւ որոնք են ամենակարևոր, չգիտեմ, մայրուղիները, որով շտապօգնության մեքենան պետք է գնա կամ ուտելիք պետք է հասցվի այդ տարածք, որտեղ կամավորները երբ որ գնում են ու արգելափակում են ամբողջ ճանապարհը ու չեն կարողանում մյուսները, տեղ կամավորներն էլ են, չէ, խոցելիություն առաջացնում։ Այսինքն մենք պետք է կարողանանք նաև որպես հասարակություն հասկանանք մեր երկրի կառուցվածքը եւ պետությունն էլ իր հերթին այդ բարձր մակարդակում այդ իրավիճակային կառավարումը պետք է իրականացնի բնականաբար կամք ունենալով եւ հասարակության վրա եւ համայնքների վրա հենվելով, որովհետեւ դաշտում այս փորձարկման եւ հաստատման, հերկման այս գործընթացները բոլորը արվում են համայնքում, ոչ թե պետության այդ ռազմավարական մակարդակում։ Այլ բան է, որ խոսացինք սկզբից վստահելու մասին, միայն վստահելը չի, որտեվ քո մարդիկ են, քո նույն ազգն է, ոնց որ կարաս մի հատ տեղում հողի վրա, էլի էտի սա կարաս տուգեսը։ Այո։ Նոր վստահես։ Վերահսկես։ Վերահսկելով այդ ամեն ինչը։ Գործառույթը քոնն է, վերահսկումը պետք է կատարվի որակի վերահսկում։ Այսինքն այն խոսքը, որ միջև հիմա մենք լսել ենք, եթե մեր հետ եք կանաչ լույսը, եթե մեր հետ չեք հաջողություն ձեզ։ Վերահսկողության մեխանիզմ։ Դա նշանակում է ընդամենը դու թույլ ես, որ այտենց ես պատասխանում։ Այո, հանրության վրա եւ համայնքի։ Թույլության նշան է, էլի։ Բանը անգլիացին կաթոլիկների գեշ թշնամի լինելով, երբ որ ուժեղ թագավոր էր լինում, կաթոլիկները, ասենք, չնայած ինքը հակակաթոլիկ գրեթե բոլոր թագավորները, բացի Յակով II-ից, կարծեմ սաղ եղել են, ասենք, անգլիկան, էլի, ասենք, ուժեղները կաթոլիկներին ծառայության մեջ ներգրավում էին, իրանց պոտենցիալից օգտվում էին, թույլերն էին գալիս կառավարելու, սկսում էին կաթոլիկներին կզսնել։ Ես մի բան եմ ուզում ավելացնեմ, որ այս մեր զրույցի հետ բանը կարանք է հետո էլի մի քիչ էլ երկարացնենք, ոչ մի սահմանափակում չունենք по большому счету սաթի հետ խոսալուց, ու ես լուրջ եմ ասում, այդ կոմպլիմենտ չէ Սաթ ջան։ Բանը ես Կիրանցի վերաբերյալ, ուրեմն դիրքերի մասին 20 թվականից արդեն մտածում էի, մշակում էի, ինչ պետք է արվեր եւ 22 թվականից մենք սկսեցինք այդ գմբեթներով զբաղվել։ Բայց 22 թվականի ջերմուկի ժամանակ ես սկսեցի ուրիշ բանի մասին էլ մտածել, որ միջև այդ լինելով բավականին, ասենք, սահմանափակ իմ մտածելակերպով, ասենք, զինվորական, չնայած զինվորական չեմ, ասենք, շատ վաղուց, ասենք, ծառայության մեջ չեմ գտնվում, մի սարսափելի դեպքի մասին լսեցի եւ դրա մասին սկսեցի մտածել, էլի ոնց կարելի է այդ հարցերը լուծել։ Եվ Կիրանցի հետ կապված առաջարկություններ արել եմ, բարձրաձայնել եմ, ասենք, համացանցում, ինտերվյուների ժամանակ, ուրեմն ջերմուկում շատ կոնկրետ մի մարդ է կանգնել, ասենք, իր տանդեմ, միկրոավտոբուսով կանգան վերցրել է, հարևանի երեխեքը կանգնած
չի նստացրել մեջը, ռմբակոծվում էր այդ ժամանակ ջերմուկը, քշե գնացել է, այս երեխեքը մնացել են, այն դեպքում, որ երեխեքի հայրը այդ ժամանակ բարձրացել էր, պաշտպանում էր, ասենք, դիրքերը, որ հակառակորդ ավելի չխորանա Հայաստանի, ասենք, մարմնի մեջ մխրճկվելով։ Եվ Կիրանցի հետ կապված ես եկան դրան, որ տեղից երեխեքին էվակուացնելու տեղ չկա ուղղակի։ Երկու ուղղությունն էլ, ասենք, թե դեպի Իջևան, թե դեպի Նոյեմբերյան, թուրքերից 500, 100, 54 մետր հեռավորության վրա է լինելու էվակուացիան։ Հենց այդ ժամանակ ես սկսեցի խոսալ դրա մասին, որ մեր պետությունը ուղղակի պարտավոր է, ասենք, այսպես 90 աստիճան ճանապարհից, ասենք, բանա հեռացող դեպի Անտառ, դեպի, ասենք, ցենց որ նայում ես դեպի Լորվա մարզ էվակուացիոն, ասենք, ճանապարհներ ունենա այն գյուղերից, որոնք որ մեր անշնորհք լինելու պատճառով, բոլորիս անշնորհք լինելու պատճառով հայտնվել են առաջնագծում։ Այո։ Եթե մենք մի քիչ շնորհքով լինեինք 5 տարի առաջ 30, 60, 100 տարի, այտենց չէր լինի, ասենք։ Բայց հիմա մենք անշնորհք ենք եղել, նաև մեր ավակ սերունդները, ասենք։ Այդ վիճակն հայտնվել, ուրեմն իրանց երեխեքին մենք մինիմում պետք է կարողանանք էվակուացիա անենք, որպեսզի հետո մեծից պահանջես, ասես պաշտպանի երգիրը, իր կնոջից ասենք, այ կանիկ ես ուր ես բան անում, ասենք, հել գնա տղամարդու տիրություն արա, ճաշեփի, հարևանիդ ասենք բանա թեվա վիրակապ արա եւ այլն, երեխեքին պետք է կարողանաս վազնես։ Էվակուացիայի վերաբերյալ մի օր արժե մի հատ լուրջ, ասենք, զրույց ունենալ, որովհետև էվակուացիան այդ բանը դբրոցը ին վրա շատ ազդեց, Իրանի հետ կապված բան է, էլի։ Տաքստոց էվակուացիա։ Ինչ պետք է իրան կանեին։ Ասեմ, չէ, ուրիշ Որոշի բան եմ բաներ ասում, չեն ուրիշ կարող բան եմ ասում։ Դե այտենց չի, չէ, որ սենց միշտ տոշնի խփելու են ու սաղին սպանեն։ Հա։ Հիմա նայ, դա մտածված ժերտվապրինաշենիա էր, որպիսի ժողովուրդը հելնի փողոց, որպիսի հելնի փողոց Ամերիկային քֆրտելով, բայց մեկը մի քիչ ավելի շատ քֆրտելով հակնի պետության հետ, որը որ գրոհում է Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։ То есть երեխուն այսօր ոչ մի սուր բան չի մնացել։ Երեխուն, չգիտեմ, բան կար, չէ, որ թագավոր ասում էր չեմ գած քո տուն հյուր, եթե ինձանից մեծը լինի, գալիս է երեխեն լացում է, սա վազում են երեխուն, ինչ թագավորնով է, ասենք, երեխեն լացել է։ Այդ անգամ երեխեն սրբություն չի այսօր, երեխուն հատուկ թիրախավորում են, մենք չպետք է մեր երեխեքի մասին մտածենք։ Սպառնալիքների շարքում պիտի ներառենք նաև այդ սցենարները։ Էլի գալիս ենք իրավիճակային կառավարմանը եւ սցենարների մշակմանը եւ պատրաստությանը։ Ուզում եմ ասեմ, բանը, այն որ բնությունը, բանը ընտրողական չի մարդկանց կյանքը խլում, հիմա մարդն էլ ընտրողական չի խլում։ Եթե առաջ ասենք հայ մանուկներին ընտանիքներից անջատում էին, ընտանիքը բնաջնջում էին, բայց մանուկներին տանում էին կամ ստրկության էին ծախում, կամ էլ ասենք հանձնում էին թուրքական մանկատաներ, որ թուրք մեծանան, հիմա այտենց չի։ Հիմա ուղղակի այդ երեխուն էլ հետը վարի են տալի։ Իսկ մենք մեր ապագայի մասին պետք է մտածենք։ Իսկ մեր ապագան ովքեր են, հենց այդ նույն երեխաներն են։ Կարճ ասած, բնությունը, մարդը այսօր սաղ sense խառնվել է իրար հետ ու վտանգները, որ մտածում ես, մարդուց ոչ պակաս են, քան ասենք երկրաշարժից կամ հրաբուխից։ Եթե առաջ մարդը նիզակով կամ թրով կամ չգիտեմ հրացանով մի օքի կարար սպանել մի րոպեվա մեջ։ Այդ կառավարման բանաձևում ոչ միայն գործիքները ունեն փոխվում, այլ նաև իր վտանգի տեսակները։ Դրա համար պիտի շատ է հիմա կյանքը դժվարացել, ասենք կյանքի պահպանությունը եւ մենք դրա վրա պիտի աշխատենք, որտեղ մենք փոքր ազգ ենք։ Վայ լեզուս պապանձվի, բայց 160 մարդ երեխու կյանքը Իրանի համար դի համեմատ մեր մոտ 16 երեխու չնչին այլ ասենք։ Բայց փաստա է դի։ Դա փաստա չի կարելի ասենք, տենց թեթև նայել երեխեքի անվտանգության վրա։ Իսկ ես նա ասենք այդ դբրոցների մոտ զեբրաները ասենք բանը սրբելա վարորդ ուղղակի կարա չնկատի, որովհետև ինչ որ կազյոլ չինովնիկ ալարում է այդ մի հատ թազա ներկել տա կամ մի քիչ փող է տնտեսում կամ այդ նույն ծնողը երեխու ձեռից բռնած սովորացնում է իրան
այս խառը խշտիկ, այս հիմար, ասենք, անգրագետ վարորդների մեծ տոկոսը կազմող դվիժենու մեջ անկանոն զեբրայի 20 մետր հեռու ձեռը բռնած փողոց է անցնում։ Սովորացնում է երեխուն, որ ինքը արխային բանը կյանքը վտանգելով փողոց հատի։ То есть ծնողն էլ, պետությունն էլ, թիմի եսիմինչ պաշտոնյաներն էլ այսօր երեխու մասին հաճախ այնքան թեթև են նայում, ոնց որ բան կար է, որ Յանիմ Ժուկովն է ասել, որ բանը պետք չի զինվորներին խնայել, կնանիկ էլի երեխա գբերեն։ Այդ տենց բանը, եթե ռուս ժողովուրդը կարա տենց թեկուս անեկդոտի տեսքով մի բան իր մասին մտածի, Ես ուզում եմ դրական շարժ նաև էլի փորձեմ դրականը տեսնենք, որովհետև եթե հավատում եմ, որ այն մայրը, ով երեխայի հետ անցնում է այդ փողոցը առանց մտածելու, այն եթե ունենանք այդ սցենարները մշակող մի հատ սերունդ, իրանք այդ վտանգը, սպառնալիքը մի հատ իրանք իրանց ձեռքով մշակած լինեն, դրա հնարավոր ազդեցությունները, խոցելիության տեսակները եւ այլն դրած լինեն, խաղարկած լինեն, վաղը այդ խնդիրն էլ կլուծվի։ Այսինքն հետ ենք գալիս նորից կրթական համակարգին ու պիտի կարողանանք այդ ձևաչափը Արմաթը օրինակ մեզ համար Արմաթը իրական դպրոցը, հետո դրանից հետո համալսարաններ արդեն կամ բանակ, հետո հասարակություն, հետո կառավարման մարմիններ, տեղական ինքնակառավարման մարմիններ, այդ գործիքակազմը եւ ներդաշնակումը այս ամբողջ դաշտում պիտի իրականանա։ Այդ դեպքում մենք այսպես տեղային անտրամաբանական իրավիճակները հնարավորինս կքչացնենք, կնվազեցնենք։ Վտանգավոր իրավիճակները ուղղակի բարիս բուն իմաստով վտանգավոր մարդու համար մանավանդ։ Արի այսքանով վերջացնենք։ Հա, էլի ասենք։ Հետո ուզում եք իրար հետ առանձին գշում։ Մենք կարանք առանձին էլ խոսանք ու մարդկանց հետ էլ կիսվենք։ Մեր օպերատորն է ուղղակի օգնել։ Գնացել։ Դա այսքանով վերջ մենք այս հաղորդմանը հրավիրել էինք մեր համար շատ հարազատ կերպար Սաթենիկին, չեմպիոնին, ոնց որ ես ասում եմ։ Հաջողություն ձեզ։ Տեսություն։